Մեր առջև բոլորովին ուրիշ կոմիտաս է հառնում, կատակասեր երեխաներ սիրող, ծխական դպրոցներից կանանց դեպի երգչախումբ բերող։ Ասում է, որ մենք ունենք մեր լեզուն եւ մեր երաժշտությունը բխում է մեր լեզվից։ Ինքը արևելյան երաժշտություն չէ։ Կոմիտասի դերը հայ կանանց կրթության հարցերում, որովհետև երբ ինքը Կոպոլսում ուզում էր բացել կոնսերվատորիա, առաջինը իգական ձայներուն արտոնություն տալն էր եւ աղջիկներին Փարիզ ուղարկելը, որ կատարելագործվեն եւ հետամնաց ընտանիքներից կտրել այդ տաղանդավոր աղջիկներին, դա եւս խիզախում էր իր ժամանակների համար։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության իմ զրուցակիցը Լուսինե Սահակյանն էր, արվեստագիտության թեկնածու եւ Կոմիտասի Թանգարան ինստիտուտի տնօրենը։ Այսօր խոսել ենք Կոմիտասի մասին։ Շատ վաղուց էի ուզում ճիշտն ասած նման մի զրույց կազմակերպել, որովհետեւ Կոմիտասը այն անհասանելի գագաթներից է, որ մենք ունեցել ենք եւ մի մարդ, ով հեղաշրջեց մի ամբողջ ոլորտ, երաժշտագիտության ոլորտը, եւ մարդ, որ ունիվերսալ էր, մարդ, որ եւ դասախոս էր, եւ փիլիսոփա էր, եւ բանահավաք էր, երբ որ շրջում էր գյուղերում եւ հավաքում էր նյութ, մարդ, ով հայկական երաժշտությունը բարձրացրեց, հասցրեց, ցուցադրեց, ներկայացրեց եվրոպական եւ համաշխարհային լավագույն այսպես դաշտերին, լավագույն հեղինակներին եւ մարդ, ով մեզ տվեց այն այցեքարտը ցույց տալու համար, որ մենք իրոք մշակութային մի ժողովուրդ ենք, մշակութային արժեքներ ստեղծած, մշակութային արժեքներ այսպես շարունակող եւ նաեւ Կոմիտասի կյանքն ենք փորձել հասկանալ, ինչպես այդ որբ աղքատ, տղան հերավոր Քյոթախիայից հայտնվեց Էջմիածնում, ինչպես իր ճանապարհը հարթեց, ինչպես դարձավ այն, ինչ դարձավ, ինչպես դարձավ եվրոպական բեմերի սիրելին եւ սպասելին եւ ինչ ողբերգական ավարտ ունեցավ իր կյանքը, բայց նաեւ չեմ կուզեցել կենտրոնանալ միայն ողբերգականի վրա։ Իհարկե Կոմիտասի կյանքը դա ծանր այսպես հարվածների հետևանքով երկար տարիներ Փարիզի եւ Պոլսի հիվանդանոցներում անցկացրած մի կյանք էր, բայց նաեւ եւ ամենակարևորը նրա նվաճումներ էին, նրա կենսախինդ առօրյան, նրա ընկերասիրությունը, նրա կատակասիրությունը եւ նրա գիտեք անverջ աշխատասիրությունը, այն ոլորտները, այն մտածողությունը, այն դաշտերը, որ ինքը բացել է, այն նախագծերը, որ ինքը ձեռնարկել է, հարյուրավոր են եւ այդ առումով իհարկե կարծում եմ, որ շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, Լուսինեն էլ փայլուն ներկայացրել է այդ ամեն ինչը, այնպես որ անպայման դիտեք մեր հաղորդումը, անպայման նաեւ դիտեք մեր այլ հաղորդումները, եթե ձեզ հետաքրքրում է պատմությունը, բաժանորդագրվեք մեր տարբեր ալիքներին, կարող եք մեզ նույնիսկ նվիրատվություններ անեք մեր հարթակներում եւ սիրեք պատմությունը։ Լուսինե ջան, ողջույն։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ վերջապես հաջողվեց հանդիպել, որտեվ այնքան երկար պլանավորում էինք, իմչալուց ասեմ մեր լսողներին, որ շատ վաղուց ուզում էի մի հաղորդում անեին Կոմիտասի մասին, որտեվ ես մի տպավորություն ունեմ, չգիտեմ, կիսեք իմ տպավորությունը թե չէ, բայց մի տեսակ մենք այնքան նեղացրել ենք Կոմիտասի այդ ամբողջ այդ մեծությունը եւ շատ դեպքերում ընկալում ենք իրեն որպես բացարձակ ողբերգության, տառապանքի ինչ որ մի կերպար, հա, կապված ցեղասպանության հետ եւ իր հոգեկան ապրումների, իհարկե որը կար, որը իհարկե կարեւոր հատված է իր կենսագրության, բայց ես ճիշտն ասած ավելի շատ կուզենայի մենք այսօր խոսենք Կոմիտասի մասին որպես առօրյան, իր բնավորությունը, իր մարդ տեսակը, իր գիտնական տեսակը ի վերջո, հասկանանք ով էր ինքը եւ ինչ արժեք ունեցավ մեր համար, բայց համաձայն եք, որ այդ կերպարը կա էլի մեր մոտ հասարակությունում։ Սուրեն ջան, բավական նախ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այսքան համբերելու եւ այս զրույցի հնարավորությունը տրամադրելու համար։ Բավական ընդհարցակ հարց եք տալիս, շատ են այդ հարցը տալիս հիմա։ Ես էլ միշտ որ ասում եմ, որ Կոմիտասի մասին ավելի է գրվել, քան Մեսրոպ Մաշտոցի։
Այսպիսի մի ֆենոմեն կա Կոմիտասի մոտ եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ բացի գիտական ուսումնասիրություններից, երաժշտագիտական ուսումնասիրություններից, գրող, բանաստեղծ, նկարիչ, թատերագետ բոլորն են անդրադարձել։ Ինչ որ մի ֆենոմենալ կերպար է եւ ասեմ ձեզ, որ այս մի տեսակ ուռճացրել են մի քիչ էլ այդ ողբերգականությունը իր եւ իմ կարծիքով ինչքան որ ես նայում եմ խորհրդային շրջանում որ շատ թեմաներ արգելված են եղել կամ զարտուղի ինչ որ միջնորդավորված ձևով են այդ թեմաներ արծարծվել Կոմիտասը այսպես դարձել է եւ Պարուշ Սևակի անլռելի զանգակատան եւ Գրիգոր Խանջյանի անմահ նկարազարդումների միջոցով դարձել էր մի պա եւ դարձել է Եղեռնի սիմվոլ բայց իրականում բոլորովին այլ պատմություն է Կոմիտասի հետ կապված եւ երբ մենք խորանում ենք նրա կենսագրության մեջ, նրա կյանքի մեջ, նրա մտքերի մեջ, մենք տեսնում ենք բոլորովին ուրիշ մի մարդու։ Նախ Կոմիտասը մեծագույն արվեստագետներից մեկն էր դարաշրջանի։ Իսկ 20-րդ դարաշրջանից առհասարակ դա նորամուծությունների, փոփոխությունների, հեղափոխումների, դեպի ազգայինը գնալու, իրենց ճանաչելու, հետո մի քիչ հիվանդագին զգացումների մի դարաշրջան էր արվեստի մեջ, երբ որ տարբեր ուղղություններ էին իրար հետ գնում եւ Կոմիտասը տենց էլ չի հարում որևէ ուղղության ինչ որ ասում են նեոֆոլկլորիզմ, ինչ որ ասում են վաղ շրջանում ռոմանտիզմի ազդեցություն, հետո իմպրեսիոն Կոմիտասը էր ֆենոմենալ արվեստագետ, բացառիկ երաժիշտ, բացառիկ ընդունակություններով օժտված երաժիշտ, ինտուիցիայով երաժիշտ, իսկ երաժշտի համար շատ կարևոր է հասկանալ, որ 20-րդ դարում պետքա գնալ, ակունքներից գտնել երաժշտությունն ու պահել ու ստեղծել ինքնուրույն երաժշտության դպրոցը, որը Կոմիտասն արեց։ Կենսախինդ չափազանց նկարները կան, ես նկարն եմ տեսել, այն ժպտացող, ծիծաղող նկարը ու գիտեք նույնիսկ ասում էին էջ միացնում, որ բոլորը պիտի մի քիչ խոհեմ լինեն, տխուր լինեն, այս ներհայեցողական ինչ որ չէ, հոգևորական, իրեն դա բնորոշ չէր, իրեն ասում էին միշտ խաղասող, երգասող, հումորով, կատակասեր, մենք որ նայում ենք Կոմիտասի ֆոտոները, Կոմիտասի նամակները, մեր առջև բոլորովին ուրիշ Կոմիտաս է հառնում, կատակասեր երեխաներ սիրող, ծխական դպրոցներից կանանց դեպի երգչախումբ բերող, առաջադեմ Բերլինից երաժշտական գործիքներ ներմուծող, եվրոպական նոտագրություն ներմուծող, ծրագրեր փոխող, խանդավառ մի կերպար, որը նաև շատ սկզբունքային էր, եւ ես շատ սիրում եմ կրկնել իր գերմանացի ուսուցչի ասածը, որ Կոմիտասը մի մոլերանդ արևելքցի է, որ պատրաստ է ամեն նոտայի համար արյուն թափել։ Միջայլոց բախնել է այդպեսին եղել։ Դրա համար էլ շատ նաև կոնֆլիկտներ են ունեցել, չէ՞։ Ճիշտ եմ, պատկերացնում։ Ինքը չէր կարող չունենալ։ Գիտեք ինչ էր, ինքը ասում էր, որ ես այն բնուղին, այն ճանապարհը, որ հարթել եմ, դրանով պիտի գնամ, չնայած գիտեմ, որ դա շատ տատասկոտ ճանապարհ է, շատ բարդ ճանապարհ է։ Չէր կարող կոնֆլիկտ չունենալ, որտեղ կղերականության հետադիմական հայացքների հետ չէր կարող համաձայնել։ Իրեն միշտ հարազատ էին Ղրիմյան հայրիկի պատվիրանները, Ղրիմյան հայրիկի լայնահայաց գործունեությունը, որ կարող էր ուղարկել իրեն Եվրոպա 1 տարի ոչ մի նեղություն չտար, ասեր դու այնտեղ աշխատի, հայ երգը տարածի, համերգներ տուր, բանախոսություն կարդա, ոչինչ ես քորոջիկը չեմ էլ կտրի։ Ու Կոմիտասը այդ երբ որը դարձավ արդեն 1907 թվականից հետո Էջմիածին հասկացավ, որ Ղրիմյան հայրիկը չկա այդ լուսավոր պայծառ ճակատը եւ փաստորեն բախվեց կղերականության այդ հետադիմական հետամնաց հայացքներին, ինչը չէր կարող հանդուրժել եւ ուզում էր գնալ, ուզում էր մայրաքաղաք էր փնտրում, Սուրեն ջան, փնտրում էր, որ կոնսերվատորիա բացեր, որ իր ծրագրերն իրականացներ, նեղ էր իր շրջանակը Էջմիածնի իր համար։ Եվ գիտեր Թիֆլիսի նաև քաղաքենիական մթնոլորտը, գիտեր Փարիզի հարուստների, հայ հարուստների խոստումները, չիրականացվող խոստումները եւ Կոմիտասի այդ շրջանը, որ նա դուրս եկավ Էջմիածնից բավական ոչ ուրախ շրջան էր իր համար եւ Արշակ Չոպարյանը ասում էր երբեք չեմ ների ինձ այն խորհրդի համար, որ տվեցի նրան գնալ Պոլիս։
Հա, այդ պոլիսի շրջանը մի առանցին պատմություն է, բայց ես կուզենայի բայց սկզբից սկսենք նաև այս մուտքից հետո նշեցիք որ բաներ բնատուր ինչ որ բացառիկ որովհետև ես միշտ այդ եմ մտածել եմ որ լավ, եթե մի այլ բնակավարում մենք կարող ենք աշխատասիրության վրա դնենք ինչ որ շեշտ, ասենք որ մարդ, բայց ինձ թվում է երաժշտությունը ընդհանրապես ինքը տաղանդի դաշտ է, էլի։ Դու եթե չունեցար բնատուր ինչ որ հատկանիշներ, չես ունենա եւ էլի, երբ որ իր մանկությունն ենք հիշում, բան որբ, չէ՞, որբ երեխա ծնողներին շուտ կորցրած, հայերեն չխոսացող, Քյութահիայից ու հանկարծ հայտնվում է միտեղ, որտեղ օտար է իր համար, բայց այդ իր բնատուր տաղանդը թույլ է տալիս դրսևորվել, հա, եկեք մի հատ իր մանկությունից, հա, սկսենք, որտեղ բոլորս մանկությունից ենք գալիս, էլի։ Կոմիտասի մանկությունը բավական դառն էր, եւ Կոմիտասի մանկությամբ են շատ հաճախ հետագա նրա դեպրեսիվ վիճակները, հոգեբաններն, հոգեբուժները փորձում հիմնավորել, այնտեղ փորփրել գտնել ինչ որ բաների բացատրություն։ Կոմիտաս այո ծնվել է Քյութահիայում, Կուտինայում, դա հայտնի փաստ է 1869 թվականին եւ ծնվել է արհեստավորի ընտանիքում հայրը կոշկակար էր, բայց մայրը օժտված է եղել շատ գեղեցիկ ձայնով եւ երգեր է հորինել։ Դեպ հայրն էլ է շատ լավ երգել, հորեղբայրն էլ է երգել։ Եվ Քյութահիայի եկեղեցում, որտեղ իրեն մկրտել են, ինձ մի հարց շատ հետաքրքրում է։ Կոմիտասը երբ եկել է Էջմիածին, նա երգել է Լուզ Զվարթ շարականը։ Դա ամենաբարդ շարականն է եւ անհայտ հեղինակի շարական։ Ինձ միշտ հետաքրքիր է ոնց են իրեն սովորեցրել այնտեղ եւ ինչքան բանի հոգևորականներ են եղել, կամ հորեղբայրն է եղել, կամ հայրը, որոնք ժառանգաբար բանավոր ավանդույթով հասցրել են իրեն։ Այդ Լուիզ Զվարթի տակ է, որ կաթողիկոսը հուզվում է, արցունքներ են գնում, որտեվ Կոմիտասը փոքրուց ծնողներից ժառանգել էր, բացառիկ երաժշտականությունը եւ բացառիկ գեղեցիկ ձայնը։ Ընդ որում ձայն, որ երբեք չկորավ, գիտեք նրա մոտ։ Ընդհանրապես լինում է, որ հասունացման ընթացքում մուտացիա է լինում, ձայն աստվածատուր էր, ինչպես ինքը։ Նրա ձայնի շնորհիվ է, որ որբ երեխան 8 ամսականում մահանում է մայրը, 10 տարեկան 10-11-ի մեջ մահանում է հայրը։ Նրան վերցնում է խնամքի տատը, հորական տատը Մարիամը, Գյուլինե հորաքույր ուներ եւ հետագա նամակագրության մեջ մենք տեսնում ենք, որ հաճախ էր փողովոսկի փոխանցում նրանց։ Ես նույնիսկ գիտեմ, որ նրան շատ հեռավոր ազգականները Ամերիկայի Միացյալ Նահանգներում են հաստատվել եւ նրա այդ հեռավոր ազգականուհիներից մեկը Մելինե Գարագաշյանը հետագայում հենց հոգեվերլուծական մենագրություն կգրի, իր ամուսինը Կոմիտասի հեռավոր ազգականն էր։ Հա, եւ Կոմիտասը փաստորեն շատ պատահականություն դիպված նրա կյանքում, որ Դերցակյանը պիտի գար եպիսկոպոս ձեռնադրվեր Էջմիածին եւ իր հետ պիտի բերեր մի ձայնեղ որբ երեխա։ Այդ բաներ ավանդույթ է, հա, այո, որ մի երեխա են բերում երևի համալրելու եւ առհասարակ այդ գիտեք այդ որբերին հավաքելու, չէ՞, պսի երկել կա որբ եմ հավաքում ամեն ազգից որբերին եւ ամեն մեկի համար որ ոսկի եմ տալիս, այդպիսի բանահյուսության մեջ տարածված ֆոլկլորում երգեր էլ կան եւ Կոմիտասը Դերցակյանի հետ հայտնվում է Էջմիածնի։ Ինչ որ վիճակ եմ քաշել, հա, ճիշտ գիտեմ, դե լեգենդա դա։ Չէ, դա լեգենդ է Կոմիտասի։ Ընդ որում դպրոցում հայերեն անցել են եւ այս բացարձակ չիմանալն էլ է մի քիչ վիճելի, խոսել, կարող է շփվել, ինչ որ փաստաթղթեր հասկանալի է, որ դուք ինձանից լավ գիտեք, Օսմանյան կայսրության մեջ արգելված լինի, բայց դպրոցում հայերեն սովորեցրել են եւ Կոմիտասը գալիս Էջմիածին, դե հասկանալի է, որբ երեխա, խեղճ երեխա եւ հայտնվում է հոգեվոր ճեմարանում եւ այս ճեմարանում, գիտեք, Էջմիածնում վաղաշապատում մնում է 29 տարի։ Այսպես եթե նայեմ այս նրա կենսագրությունը, հետո Կոմիտասը ընդամենը 15 տարի այդ գործունեությունը իր ծավալել։ Հետո այդ ողբերգական վերջին 20 տարիները, այս ճակատագիրը շատ հետաքրքիր ձևով աշխատած է Կոմիտասի։ Եվ հայտնվում է Էջմիածնում եւ ասում է, որ եկել եմ այստեղ հայերեն սովորել ու յուրացնում է ոչ միայն հայերեն իր բոլոր ճյուղերով, այլև մի քանի լեզուների է տիրապետում Կոմիտասը, ֆրանսերեն, իդեպ ռուսերենից թարգմանություններ էր անում եւ վկայություն կա, որ Մխիթարյան, այո, միաբանության Գաբրիել Մենևիշյանը իրեն խնդրում է այդ երբ Բերլինում էր թարգմանել Նիկողայոց Մարի աշխատությունը ռուսերենից հայերեն։ Այնպես որ Կոմիտասը ես միշտ ասում եմ վերածննդի հանճար է եւ
այդ բացառիկ ունակությունների համար երաժշտությունը գիտեք ինչ կարող է անել երաժշտությունը միակ ուժն է աստվածատուր երևի դա կա որ մարդիկ ովքեր կարող է չհավատան Աստծուն բայց երաժշտությունը տալիս է այդ հավատի բանալին որ հավատացեք որպեսզի տաղանդ կա այսպեսի հանճար կա ընդ որում այնքան նուրբ էր լսողությունը որ վկայություն կա ժամանակակիցների ականջին ձեռք չէր տալիս նույնիսկ ականջի մազերը չէր կտրում որ լսողությունը չվնասվեր Կոմիտասը այդքան ու ձայն անզուգական գեղեցիկ ձայն որը հետո դառնում է դրամատիկ բարիտոն այն այսչան գեղեցիկ որ Բերլինում խնդրել են որ մնա եւ երգի Բերլինի օպերային թատրոնում բայց բացի բանից ձայնից ի վերջո ինքը պետք է հղկել չէ ինքը փաստորեն Գևորգյան ճեմարանում է սովորում հետո այնտեղ դասավանդում է չէ ինքը ավարտում է մի ամբողջ կուրս դա կա կրծեր բաժին եւ կավակ բաժին այդ ամբողջ միջև 91-2 թվերը նա դեռ աշակերտում էր եւ ինքը սովորում է ձայնագրագիտություն սովորում է կրոնի պատմություն երաժշտություն շատ հետաքրքիր եւ առարկաները որ նայում են եւ մանավանդ դասատուները բան էր էլի ուսումնական հաստատություն էր միակներ Հայաստանում միակ բացի միակից մենք քիչ թերագնահատում ենք մեզ թվում է թե եկեղեցական ինչ որ չէ ինքը փաստացի այն հիմքը դրեց որ այդ հիմքով ինքը կարողացավ գնալ Եվրոպա ու սովորել այսինքն այնպես է որ սովորել այլև այնտեղ ինքը յուրացրեց հիմնականում եվրոպական երաժշտություն այն ինչը որ ազգային էր ինքը եւ հոգեվոր էր նա բացարձակ այդ մանկավարժների անունները որ Համատունին Ծահակ Համատունին դեմք էր Եվ Սահակ Ամատունուց նա յուրացրեց ձայնագրագիտությունը նա էր գնում յուղերը ձայնագրում ես ասեմ միջև Բերլին գնալը Կոմիտասը արդեն հստակ գիտեր իր ծրագիրը եւ այնտեղ որ վերցնում ես Մանանձյան վերցնում ես Հովանես Հովանիսյան Մանուկ Աբեղյան Հրաչի Արաջյան դրանք մեծերն են մեր գիտության հիմքերը առանցքներն են իրենց հետ է շփվել իրենց հետ է սովորել իրենց հետ է համագործակցել Կոմիտասը Մանուկ Աբեղյանի հետ է երգերի տեքստերը գրառել հետո այդ երգերի եղանակն է դուք պատկերացնում գիտական ասեմ միջավայրն էլ է շատ լավագույն այսօրվա ամերիկյան լավագույն համալսարանների մթնոլորտ եւ միջավայր էր ուզում եմ դա էլ մեր լսողները հասկանան որ սա հա իհարկե ինքը հանճար էր բայց դա մի հոգու խաղ չէր այնտեղ մի ամբողջ մի միջավայր էր որ իրան թողնում թույլ էր տալիս զարգանալ ես ես ավելին ասեմ եթե Կոմիտասը չհայտնվեր Էջմիածնի հոգևորը ինքն էլ է գրում որ կարող եմ իր հորպես կոշկակար մնար Քյոթայայի փողոցներում կամ այդ Քյոթայայի խեցեգործությունը չէ հայտնի խեցեգործությամբ զբաղվեր եթե ինքը չհայտնվեր Էջմիածնում դա ամենապարար թողներ ես ավելին ասեմ դա այն տունն էր որ ինքը չուներ եւ Հրիմյանն էլ իր հայրն էր որին նա կորցրել էր ամենալավ իմաստով հոգևոր հայրը Հովանես Հովանիսյանը գնում էր Մոսկվա Կոմիտասի համար գրքեր էր բերում երաժշտական Հարմոնիայի դասագիրքը Ռիմսկի-Կորսակովի Արենսկի Ռիմսկի-Կորսակով Չայկովսկի այնտեղ է Կոմիտասը չի եղել Ռուսաստանում գիտեք բայց ամբողջ ռուսական մշակույթը Հովանես Հովանիսյանի միջոցով նրան հասու է եղել Աճարյանը իր ֆրանսիական կրթությամբ իր Կոմիտասը արդեն պատրաստի գիտնական էր, վարդապետ էր, մանկավարժ էր, երաժիշտ էր, երբ գնաց արդեն Բերլին։ Եվ ասեմ որ այդ էլ ասեմ հոգևոր կոչումներ, աբեղա, չէ, հետո վարդապետ է դառնում։ 1895 թվականին ստանում է լանջախաչ եւ դառնում է վարդապետ, եւ այդ լանջախաչը տոնական օրերին միշտ կրում էր, իմիջիայլոց Կոմիտասը նաեւ են հոգևորականներ, որ կարող էր անանց լանջախաչի միայն վեղարով գնար համերգ տար, դա էլ էր իր հետաքրքիր ինչ որ։ Եվ մի նկար էլ ունի կզարմանակ քերթենքել է Մողես Էդոշին Ալեքսանդրիայի 10 Պողոսյան վարժարանում այո դասախոսությունից հետո ինքը վեղարով առանց լանջախաչի քերթենքել են դոշին դրած եւ դա էլ էր Կոմիտաս արվեստագետ Կոմիտասը եւ իմիջիայլոց Կոմիտասի համար այդ հագուստի լավ լուսանկարչատներում նկարվել գեղեցիկ ինչ որ բաներ բացիկներ գնել հիմա թանգարանում ենք այսպես մասունքի պես պահում եւ ցուցադրում ենք լավ ճաշակով թեյ խմել իդեպ մենք արխիվից դուրս ենք բերել նրա սիրած նախասիրած թեյերը նրա չամիչը այսինքն այս բոլոր
գեղարվեստական այս ամբողջ անտուրաժը ամբողջ իհարկե խոսում է նրա առաջին հերթին արվեստագետ լինելու մասին իսկ Գևորգյան ճեմարանում նա լրիվ արդեն հասուն արվեստագետ էր նա գնաց Եկմալյանի մոտ Թիֆլիս չէ այո Թիֆլիս դա 1895 թիվն էր ես ասեմ որ Մակար Եկմալյանն էլ շատ կիրթ մտավորական երաժիշտ էր որին իհարկե հետո Կոմիտասը մի քիչ կքննադատի իբրև արվեստագետ դե դա նորմալ է ես միշտ կարծում եմ ես միշտ եմ ասում եմ իմ ուսանողներս հետո իմ աշխատանքներս կքննադատեն եւ ասենք նույնիսկ սխալներ կգտնեն ես միայն երջանիկ կլինեմ որ այդ մարդիկ այդքան աճել են ուզում ասեմ սա ես երաժշտության պատմության մեջ գիտեք լինում են տենց լուր համաձայնություններ եւ դասախոս էլ չի ուզում պարապել որտեվ տեսնում է որ Իմ խորին համոզմամբ չկա արձանագրություն, բայց որքան որ ես խորացել եմ, ասեմ Մակար Եկմալյանը հասկացա, որ գործ ունի բացառիկ հանճարի հետ, որը ուրիշ ուղղությամբ է մտածում։ Ինչու էր անընդհատ Դեբյուսին հակասության մեջ իր հարմոնիասուցչի հետ ասում, ես տենց եմ լսում, տենց ավելի գեղեցիկ է, 20-րդ դար այդպես է լսում։ Կոմիտասը շատ 20-րդ դարն էր, իսկ Մակար Եկմալյանը իր ազատ արվեստագետ իր պետերբուրգյան կրթությամբ դեպի ռուսական, դեպի դասական, իսկ Կոմիտասը դեպի առաջ։ Դեղից էլ եղավ այդ փոքրիկ քննադատությունը հոդվածի տեսքով։ Հա, իսկ հետաքրքիր է, բանը մենք իհարկե պետք է նաև մեր լսողներին մի բան էլ բացատրենք, որ երբ որ մենք մեր եկեղեցու հետ այդ կոնֆլիկտ անհամաձայնության մասին խոսում ենք, դա այնքան բնական է, եկեղեցին միշտ պահպանողական է, եկեղեցին միշտ փորձում է պահպանել այն ինչ որ կա, ավելի դժվար է գնում նորամուծություններին եւ դրա համար ինձ թվում է դա այնքան բնական խնդիր է, հա, եւ բայց ես ուզում եմ այդ հարցը տամ, եկեղեցական կոչում ունեցող մարդը, բայց ինքը ամբողջությամբ մտավ այդ աշխարհիկ երաժշտության դաշտ, չէ՞։ Բարձ է եկեղեցական բաները ունի այդ պատարակը ամեն ինչ ունի, բայց այդ ոնց էր ինքը համատեղում էլի այդ ամեն ինչը։ Ֆենոմենալ իհարկե ընդունակությունների մարդ էր եւ ինձ թվում է եկեղեցին մեկ-մեկ այդ հարցը բարձրացնում է, որտեվ ասում է դեռ իմ կուտակած ուսումնասիրեք, հետո նորմալ բերեք։ Եվ այնքան ահռելի էր այդ կուտակածը, Էջմիածնի մատենադարանում, որտեղ որ աշխատել է Կոմիտասը։ Մխիթարյան միաբանությունում ինք առաջին հերթին գնում էր մատենադարան։ Մենք այստեղ գործ ունենք լրջագույն երաժշտագետ տեսաբանի հետ։ Ոչ միայն կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, այլև լրջագույն տեսաբան, որը դրեց մեր երաժշտական տեսության հիմքերը։ Մենք գիտեք ինչն էր հետաքրքիր, որ միջև Կոմիտաս չէինք հասկանում ինչու է մեր երաժշտությունն այսպեսին։ Չենք մենք այսպես երգում։ Ես ես ասեմ, ինչի են որոշակի տարածքներ նույնիսկ երգում որոշակի տիպաբանական դարձվածքներով, եթե երաժշտագիտական դաշտերնենք, այսինքն կան ինչ-որ լադեր, ձայնակարգեր հայկական երաժշտության, որոնք բնորոշ են տվյալ տեղանքին։ Այսինքն ժողովուրդը երգում է, ինքը չգիտի, որ ինքը երգում է այս ձայնակարգի սահմաններում։ Ինքը չգիտի, որ երգում է ինքը այս բնորոշ դարձվածքների մեջ։ Եվ Կոմիտասը եկեղեցում ուսումնասիրելով այդ դարձվածքները, որ իհարկե բնական է, դա եւ կաթոլիկ եկեղեցում եւ առհասարակ քաղաքակիրթ միջնադարում եկեղեցին յուրացնում է ժողովրդական երաժշտության ամբողջ այդ գանձարանը։ Պահում էր, հարմարացնում էր խոսքերով, դանդաղեցնելով եւ այլն։ Երաժշտագիտության մեջ չխորանանք շատ հարցերի այդպիսի, բայց երբ ուսումնասիրեց մի հանճարեղ եզրակացության եկավ Կոմիտասը, որ հայկական երաժշտության մեջ հոգևորն ու աշխարհիկը ժողովրդականը ունեն քույր եւ եղբոր ազգակցություն։ Եվ ուսումնասիրելով հոգևոր եղանակները նա դուրս եկավ դեպի ժողովուրդ ու հասկացավ, որ այս ձայն եղանակային այս դարձվածքը մեղեդային վերցված է ժողովրդական երաժշտությունից։ Եվ դա ունի իր կոնկրետ օրինաչափությունները, կոնկրետ շարահյուսությունը, երաժշտական այսպես ասած, որով մեր երաժշտությունը տարբերվում է աշխարհի մյուս ժողովուրդների երաժշտությունից եւ գիտեր անթերի թուրքական երաժշտություն, առաջին քրդական երաժշտության ուսումնասիրողներ, արաբական, պարսկական, ել չասած եվրոպականի մասին։ Ուզում եմ ասել, Կոմիտասը հասավ միջև ակունքները Եվ այդ որ ասում են մաքրեց, ես մի քիչ ճիշտ ասած այդ մաքրել չմաքրելու հետ այդքան էլ համաձայն չեմ, բայց նա դուրս բերեց եւ ասեց, որ անգիտակից կոդերով, ժառանգաբար, դարերով եկած
ակնի ժողովուրդը երգում է այս ձայնակարգի մեջ, տարոնի հատված է ձայնակարգի մեջ, սասունը մյուս ձայն կան մեկ ուրա հասելն է, ու մի երգը մի քանի տարբերակով ձայնագրում են, ու գիտեք ինչ նշանակում ձայնագրել, երբ յուղացուն ասում ես երգի ինքը չի երգում, դու պիտի տեսնես նա երբ հա ծեսի մեջ, երբ աշխատանք անում, երբ հա կին արտնին օրորոցային երգում զավակին դու պիտի գաղտնի ականջ տնես, երգես, երկրորդ անգամ նույն երգը նույն ձևով չի երգի։ Ու Կոմիտասը նույն երգը, որ արժեքավոր էր, կարող էր մի քանի անգամ ձայնագրել։ Կանգներ հայկական նոտագրությամբ, այդ Կոմիտասյան թղթերը, որ նայում ես, դու պատկերացնում ես այդ ծեսը հայկական, ինքը նկարագրած էլ ունի Ամանթելո երգի, այդ փոքր աղջիկը, որ վերակենում են, որ սենց քթի տակ մենք ասում ենք դնդնալով, երգը երգում է, հետո երգը զարգացնում է, հետո կուլմինացիայից պիտի, հետո ասում է պառավ մի ջադու կանչեց, այդ երեխան գնաց ու երգը սկիսած մնաց։ Ու այս ամբողջ ծեսի մեջ մեր հայ երաժշտության պատմությունն է Կոմիտասյան։ Այդ գյուղական միջավայր, այդ փոքրիկ աղջիկը, այդ ինտիմ զգացմունքները, իմպրովիզացիոն բնույթը, որ երգը զարգացնում է, ու Կոմիտասը այդ որ ասում էր Մոլերանդ ամեն նոտան իր տեղում դրել է, որպեսզի մեզ տա այդ համայնապատկերը մեր երգի։ Շատ հետաքրքիր է, 4000 երգ է, ճիշտ եմ։ Նու հաշվում են 3000-ից ավել, այսօրվա դրությամբ մենք ունենք 1800 երգ։ Իդեպ նրա այդ արվեստը այնքան հզոր է եղել, որ Թուրքիայում նույնիսկ առաջարկել են նույն բանը անի թուրքական երգերի հետ, ինչից նա հրաժարվել է։ Իսկ հետո այդ առաջարկը կընդունի Բելա Բարտոկը, կսկսի ձայնագրել, բայց Անատոլիայի խորքերում կգրի երգեր եւ կասի սա թուրքական չեն այս երգերը։ Այսինքն Կոմիտասը հիմք դրեց հայ ոչ միայն կոմպոզիտորական արվեստի, հայ միջնադարագիտության, հայ ֆոլկլորագիտության, հայ երաժշտության մեջ համատական վերլուծության, Կոմիտասին ասում եմ վերածննդի դարաշրջանի գործիչ էր Կոմիտասը, ունիվերսալ հանճար էր, ել չասեմ, որ երգիչ էր, խմբավար էր, մանկավարժ էր, բանաստեղծ էր, եւ վերջապես ուներ թատերական աշխարհ, գիտեք, երաժշտություն էր գրում թատրոնի համար, Շեքսպիր գիտեր։ Կոմիտասը երաժշտություն է գրել Շեքսպիրի Վենետիկի վաճառականի համար։ Հերիք չի գրել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում արական խմբի երգիչների միջոցով ներկայացում է դրել։ Ու որ տեսնում են Կոմիտասը անդրադարձել է Հակոբ Պարոնյանին։ Հասկանում ենք նաև նրա այդ հումորի սուր զգացողությունը, ել չասած Թումանյանի հետ նրա առնչությունները։ Դասական պոեզիա ոնց է իմացել, Իսահակյանը ոնց է սիրել իր երգերը եւ առաջին երգը հենց Իսահակյանի բանաստեղծության վրա է գրել Կոմիտասը։ Հետաքրքիր, իսկ բանում Եվրոպայում ոնց էին ընդունում։ Եվրոպա բավական երկար, չէ՞, Բերլին, Փարիզ, Շվեյցարիա։ Դե Պիեր Օբրին 1901 թվականին գալիս է Էջմիածին, ինքը գալիս է ուսումնասիրություններ անելու եւ իր հետ գալիս է ֆրանսիացի հնագետ, ով պիտի անիում աշխատանք տաներ։ Իհարկե գալիս է Էջմիածին եւ իհարկե իսկույն Ղրիմյան հայրիկը նրան ուղարկում է Կոմիտասի մոտ։ Պիեր Օբրին ցնցված էր Կոմիտասից, հիացած էր Կոմիտասով եւ ինքն է առաջարկում, որ նա գա Ֆրանսիա եւ ավելին ասեմ, ուզում է 1000 ու մի խաղը թարգմանել ֆրանսերեն Կոմիտասին։ Ինչու՞, որովհետեւ գերմանացիներից հետո ֆոլկլորի հանդեպ սերը, հետո Ժան-Ժակ Ռուսոն էթնոերաժշտագիտության մասին աշխատություն, հետո ֆրանսիացիները արևելքը սիրում էին։ Եվ Կոմիտասին տանում է, հրավիրում է Փարիզ։ Մի ամսով 1901 թվին է, իսկ 1906 թվին արդեն հստակ գնում եւ ընկնում է այդ փարիզյան բոհեմայի մեջ, այսպես ասած, ֆրանսիացի մտավորականները գիտեին, որ գալիս է, գիտեք, ում հետ է հանդիպում եւ Կամիլ Սեն-Սանս, եւ Ամեդե Գաստուե, եւ դրանք հեղինակություններ էին, եւ Շարլ Շոպլեն, Կլոդ Դեբյուսիի հետ դեռ պետք է հասկանանք։ Հա։ Ես այդ ամբողջ այդ բաների մեջ եմ, միֆերի մեջ եմ։ Գիտեք, չէ, իր շուրջ առասպելներ կան, մեկ-մեկ sense այն անուշ առասպել են, նո, որ եթե նա գրում է ոչ ավել, ոչ պակաս Հրաչի Աճարյանը, ու որ հասկանում ենք, որ Հրաչի Աճարյանն է, եկեք չհերքենք, բայց հետո խորանում ենք աղբյուրների մեջ, վերցնում նայում ենք ֆրանսիական աղբյուրներ, փորձում ենք գտնել նամականում մեջ տեսնել օրինակ Աթայանը գրում էր Յուլի Կրեմլյով կար, որը մենագրություն էր գրել Դեբյուսի մասին, նամակ ա գրել ռուսերեն, արդյոք էս
որ դուք այսքան ուսումնասիրել եք ֆրանսիական արխիվներում, գտել եք մի վկայություն Դեբյուսի եւ Կոմիտասի հանդիպման մասին, Կրեմլովը գրում է ոչ, ցավոք չեմ գտել։ Եվ մենք հիմա հավատում ենք աճառանական այդ միֆին, ինքը Դեբյուսին, ես ասեմ, որտեղից կարող է լինել նաև սա Կլոդ Դեբյուսին եղել է շատ մտերիմ բարեկամը Լուի Լալուայի, ով Կոմիտասի երկրպագուն էր, ով հիանում էր Կոմիտասով, ով բանախոսում էր, ով Կոմիտասին ներկայացնում էր Սորբոնում։ Լուի Լալուան Ավետիք Բաբայանի փեսան էր, այսինքն Կոմիտասի մտերիմ բարեկամուհի Շուշանիկ Բաբայանի ամուսինը եւ Կլոդ Դեբյուսի առաջին կենսագիրը։ Ու Կոմիտասի համար այդ շրջանակ մտնելը դժվար չէր, որտեղ Դեբյուսին էր, որտեղ Ռավելն էր, որտեղ Շոսոնն էր, որտեղ Ռոմեն Ռոլանն էր, սա մի արվեստագիտական շրջանակ էր, որ այո, ես ճիշտ ասած գտել եմ Ռոմեն Ռոլանի մի նամակը Գոնզակային իշխանուհի, որտեղ նա գրում է, որ ես մասնակցեցի ռուսական երեկույթի Փարիզում, որտեղ ինձ զարմացրեցին հայ արվեստագետները, մասնավորապես Մուղունյանը երգիչ, ով երգում էր անզուգական երգեր։ Շարունակությունը չկա ում երգերը, բայց քանի որ Մուղունյանը այդ շրջանում երգել է Կոմիտաս եւ Կոմիտասը հուսանք, որ այս սողանքներով ինչ որ մի ավելի կոնկրետ տեղեկություն, բայց այստեղ մնում է միֆը Հրաչյա Աճարյանի կողմից գրված հուշերը։ Ինքը համերգներով ինչ արել Եվրոպայում։ 1905 թվականին շլացրեց Թիֆլիսը արտիստական ընկերությամբ եւ 1906 թվականին գնում է Փարիզ, համերգներ տալիս Ալդեզակրի կուլտուր, այստեղ հեղինակավոր սրահ է եւ համագործակցում Կոլոն եւ Լամյուրո երաժշտական։ Նրանք առ այսօր ամենահեղինակավոր յուրաքանչյուր երաժիշտ կերազի գնա եւ այդ երաժիշտների հետ համագործակցի։ Համերգ բանախոսություններ Կոմիտասը այնպիսի բաներ ա գրում ֆրանսիական եւ բելգիական մամուլը Կոմիտասի մասին, որ կարդում ես մտածում ես Տեր Աստված, կա այսօրվա դրությամբ մեկ այ երաժիշտ, որին այսպիսի արձագանք կտան, այս շատ կմահաճ էր Փարիզը, ես ձեզ ասեմ, Փարիզում բոլորը պիտի ներկայանալի լինեն եւ եթե դու Փարիզում դառնում ես արվեստագետ, աշխարհում դու հայտնի ես։ Ստրավինսկին այդպես փակեց Ռուսաստանի դռները եւ հաստատվեց Փարիզում եւ շատ շատերը ազգային դպրոցներից գնում էին Փարիզ եւ Փարիզում ստանում իրենց մկրտություն 1906 թվի համերգ 1907 թվականին, հետո մի կարճ ժամանակով գնում է Իտալիա, հետո գնում է Շվեյցարիա եւ հետո ստանում է արդեն Ղրիմյան հայրիկի մահվան լուրը եւ վերադառնում է Այսինքն 6-ից 7 թվերը Կոմիտասը Փարիզում եւ առհասարակ Եվրոպայում շռնդալից հաջողություններ է ունենում։ Ավելին ասեմ, ֆրանսիական կառավարության կողմից հրատարակվող հանրագիտարանում Կոմիտասի եվրոպական համերգներից հետո ակնարկ է գրվում հայ երաժշտության մասին, չէ՞ այդ չի եղել ակնարկ։ Այսինքն ինքը այնպեսի շռնդալից հաջողության է այնտեղ հասնում, այնպեսի դասախոսություններ է կարդում, երգելով եւ նվագով եւ ֆրանսիացիներից երգչախմբեր պատրաստելով հայ երգը ցույց տալով, ինքը ասում է, որ մենք ունենք մեր լեզուն եւ մեր երաժշտությունը բխում է մեր լեզվից։ Ինքը արևելյան երաժշտություն չէ։ Եվ դրանից հետո արդեն սկսում են խոսել, ես ասեմ, որ նույնիսկ ֆրանսիացի ֆոլկլորիստներ գնում են Թուրքիա, Անատոլիայի խորքերը, որպեսզի հասկանան, որ այս երաժշտությունը ինչպիսի է, եւ հայ երաժշտությունը բազմա անատոլիական երաժշտություն չէ, այլ բոլորովին ինքնուրույն մի ճյուղ, ինչպես մեր լեզուն, հնդեվրոպականի մի ճյուղն է, բայց առանձին մի ճյուղ է։ Նույնն էլ մեր երաժշտությունը եւ աստորեն Կոմիտասը, մի բան ասեմ, էլի, ոչ մի քայլը Կոմիտասի հենց այնպես արված չի։ Ես այսքան հանճարեղ եւ այսքան ծրագրավորված հանճար քիչ եմ հանդիպել որպես երաժշտության պատմության մասնագետ նահել։ Հիմա դա կասեն ստրատեգիական մտածողություն։ Ես կասեմ ինքը որպես ազգային գործիչ էստեղ հանդես եկալ է շատ հստակ ծրագրով եւ մշակութային հոգեվոր մեր հայրենիքի համար ինքը բոլոր կռիվները հաղթել է։ Բոլոր որտեղ դասախոսությունից առաջ բանախոսություն, հետո երաժշտության ցուցադրում, հետո մեկ այլ երգում էր հայերեն երգ, հետո թուրքերեն, ասում ես տեսնում եք տարբերությունը։ Հետո գիտականորեն շարադրում էր, թե որտեղ է այդ տարբերությունը։ Ու Սենսանսը հիացավ եւ ասեց դուք պիտի շարունակեք այն ճանապարհով, որով գնում եք։ Եվ չկար Ֆրանսիայի մեջ շրջանում մի գործիչ, որ չանդրադառնար Կոմիտասին, այսինքն ինքը իրապես շռնդալից հաջողություն ունեցավ Եվրոպայում։ Հայ երգը ճանաչելի դարձնելով աշխարհին։
Իր առաջի ժողովածուն էլ այնտեղ հրատարակեց։ Հետո գալիս է 1907 թվականին գալիս է Էջմիածին, մի կարճ ժամանակով իմիջիայլոց մեկնում է Բաթում, Բաքու, նորից Թիֆլիս, վերադառնում է, հետո հասկանում է, որ Էջմիածնի շրջանակները նեղացել են, որ այլևս օդ չկա շնչելու, այդպես էլ գրում է իր նամակներում, որ հեղձուկ է իր համար, եւ 1909 թվականին հայտնի կաթողիկոս Մաթեոս Իսմիլյանի նամակը, որով ինք ուզում է դուրս գալ եւ գնալ Սևանա միաբանություն։ Իդեպ ես ասեմ, որ Կոմիտասը այնքան համարձակ մարդ էր, որ կաթողիկոսական ընտրություններին մասնակցում էր եւ Քյոթայայի ներկայացուցիչ իբրև եւ պաշտպանում էր Մաղաքիա Օրմանյանին եւ նույնիսկ թռուցիկներ աշվրտել Էջմիածնի պատերից, որ ասել է Անդրեկ Մաղաքիա Օրմանյանին, բնականաբար մյուս կաթողիկոսի գալով կսահմանափակվեն շատ բաներ, ազատություններ արվեստագիտական։ Հա, եւ դա նաեւ այդ արվեստագետի բան մտավորականի խիզախության մասին է էլի խոսում։ Գիտեք, իրենից պահանջում են իր վարդապետությունը անել, մինչդեռ այնտեղ օվկիանոս էր։ Հա։ Ճիշտ էր ասում Սիմոն Վրացյանը, հին աստվածների արևը նրան հանգիստ չէր տալիս։ Նա հասկանում էր, որ ուրիշ կոչում ունի այս աշխարհում նաեւ։ Հա, բայց որպես այդպիսի կոնֆլիկտ չի եղել։ Հա։ Եղել է այդ նամակը, եւ հետո եղել է հեռացում Էջմիածնից, եւ հետո արդեն Ռոչիկը կրճատվել է, եւ հետո արդեն Պատրիարքարանը շատ համերգներ արգելում էր նաեւ Պոլսում, որովհետեւ Կոմիտասը այն մտավորականն էր, որ առաջին անգամ հայ հոգեվոր երգը հնչեցնում էր համերգային կատարմամբ։ Հա, որը Բայց հակառակը չի արել երբեք, գիտեք, երբեք եղջյուկ երգը եկեղեցում չի հնչեցրել։ Բայց ինք ուզում էր ասել, որ մեր հոգևոր երգը գանձ է եւ եկեղեցուց դուրս էլ պիտի հնչի, որպեսզի մարդիկ հասկանան, թե մենք ինչ գանձերի ենք տիրապետում, որ աշխարհում գոյություն չունի, որ չի կարելի նարեկածուն եւ ներսեշնորհալուն միայն հնչեցնել եկեղեցում։ Դրանք այն գործիչներն են, որոնք ինչպես համաքրիստոնեական վարդապետ, համաքրիստոնեական մեծություն, երաժշտությունն էլ համաքրիստոնեական է։ Բայց դա գիտեք ինչ առաջադիմություն էր իր համար։ Եվ գալիս էր Տուրյանը, որ պատրիարքներ Պոլսի, այո, ասում էր, որ չպիտի հնչվի, այս երգը չի կարելի։ Եվ արգելում էին համերգից առաջ։ Ինչին Կոմիտասը պատասխանում էր, դա հանդգնություն էր առնվազն, որ ես ունեմ թույլտվություն, ումից Ղրիմյան հայրիկից։ Նա այն ժամանակին թույլ է տվել հայ հոգևոր երգը հնչեցնել բեմերից, ես էլ հնչեցնում եմ։ Ու համառորեն հնչեցնում էր, ու այդ աստվածայինի ներկայությունը, որ լցվում էր համերգասրա, դա մի ուրիշ տպավորություն էր ստեղծում, այդ դրա համար էլ այդքան գրել են Կոմիտասի մասին, այսինքն համերգից դուրս էին գալիս այնքան տպավորված, որ աշակերտներից սկսած գրում էին իրենց տպավորությունները, մինչև խմբագիրներ, երաժշտագետներ եւ կոմպոզիտորներ, ֆենոմենալ էին նրա համերգները։ Եվ ես մտածում եմ, որ այն երգչախումբը, որ ինքը Պոլսում ստեղծել էր, եւ իր ժամանակին գոյություն չուներ, այո, Գուսան, հայ Գուսան, եւ միշտ ասում էր, իսկ գիտեք ինչու Գուսան։ Չգիտեմ։ Դա նույնիսկ վերնագիրը, ոչ մի անվանումը հենց այնպես չի դնում, որովհետեւ ինքը Գողթան գավառից էր սերում։ Դե Գողթանում շատ հայտնի չէ, գրել Ավի Պասանք, երկիչ եւ այլն, իդեպ Արամ Խաչատրյանն էլ է Գողթնեցի։ Եվ Կոմիտասը Գուսան է դրել ի պատիվ Գողթան գավառի երկիչների։ Դրա համար աշուղները, որ խեղճանում ասում են աշուղական արվեստով քիչ է զբաղվել, ես ասում եմ ոչինչ հանդարտվեք, Գուսաններին ինքը բարձր է գնահատել, մանավանդ ասում էր ուսում առած եւ անուս Գուսաններ, ուսում առած Գուսաններին եւ իր երգչախումբը, որը չունի նախադեպ, ինձ չի հանդիպել 300 հոգանոց Գուսան, որտեղ աղջիկներ, փոքրիկ օրիորդներ Երգչախումբը ոչ միայն երգել են, այլև նա տարել է նրանց Եգիպտոս, Կահիրե, Ալեքսանդրիա, համերգներ են տվել, շռնդալից, այդու մենք պատկերացնում ենք, ինչ նշանակում 1911 թիվ, եւ օրիորդները, հայ ընտանիքը թույլ է տալիս, որ իր փոքրիկ աղջնակը Կոմիտաս վարդապետի հետ գնա երկրից, դե լավ, թող լինի Օսմանյան տարածքը, երկրից երկիր եւ երկի, երգչախմբում, ու դա տևի շաբաթներ։ Եվ ես մի հոդված եմ ճիշտ ասած ուզում ավարտին հասցնել Կոմիտասի դերը հայ կանանց կրթության հարցերում, որովհետև երբ ինքը Պոլսում ուզում էր բացել կոնսերվատորիա, առաջինը
իգական ձայներուն արտոնություն տալն էր եւ աղջիկներին Փարիզ ուղարկելը որ կատարելագործվեն եւ հետամնաց ընտանիքներից կտրել այդ տաղանդավոր աղջիկներին դա եւս խիզախում էր իր ժամանակների համար եւ Կոմիտասի այդ հայրական վերաբերմունքը այդ երգչախմբին գիտեք որ ասում են մոտենում էր երգչախմբին նախ սկսում էր փորձը հարցնելով խոսում էինք հարցնում էր որտեղից ես վանից ես մուշից ես այսինքն բարբարների բացառիկ տիրապետում հայկական բարբարների տեղից Կոմիտասի երգերի այս հարստագույն տաղաչափական այս շեշտադրումները որ Կոմիտաս երգելը շատ բարդ է իդեպ ես դες ասեմ որտեվ այնտեղ Կոմիտասը այնպես է հասկացել մեր բարբարի առանձնահատկությունը որ գիտի որ տառը շեշտելուց բարբար կարա փոխվի որ տառը չարտասանելուց բարբարային կարա լինի եւ Կոմիտասի այո նա արդեն դուրս եկավ Պոլսից Էջմիածնից եւ այլևս չվերադարձավ միայն 13 թվականին շատ կարճ ժամանակով իսկ մենք գիտենք որ Կոմիտասը բանահավաքչությամբ զբաղվել է միայն Արևելյան Հայաստանում միայն Արևելյան Հայաստանում այդ հազարավոր երգեր ինքը ձայնագրել Արևելյան Հայաստանում ընդ որում հոգևոր ճեմարանը նաև այն վայրն էր որտեղ սովորում էին բոլոր գավառներից եկած ուսանողներ եւ Կոմիտասը որ ձայնագրում էր օրինակ Վարանդայի հորովելը կամ Կոմիտասը որ ձայնագրում է Լորվա հորովելը շատ հաճախ լսում էր նաև այն ուսանողներից ովքեր իրեն շրջապատում էին ինքը ման էր գալիս փնտրում էր երբ ինքը Կարամուրզայից հետո ստանձնեց դա 92 թիվներ երգչախմբի եւ երաժշտության ուսուցչի պարտականություններ ինքը սկսեց փնտրել ձայներ ինքը բանահավաքչությանը ավելի մեծ ձեռք տվեց իր այսինքն երիտասարդ ասում էր որտեղից ես Սասունից ես ինչ երգեր գիտես գիտե երգի հիմա լսեմ պաշտում էր Խաչատուր Աբովյանին ընկերոջ հետ գնում էր քանակեր որ տեսներ Խաչատուր Աբովյանը որտեղից է վերցրել իր առաջին Խաչատուր Աբովյանն էլ էր չէ զբաղվում հայժողովրդական եւ հոգեվոր երգերի ձայնագրությամբ ու Կոմիտասին տեսեք մի հատ նրա եւ շրջապատը Էջմիածնում եւ այն գրքերը որոնք եւ այն մտավորականները որոնք առաջնորդել են նրան իրեն կերտել եւ Կոմիտասի այս ամբողջ ֆենոմենը երգ փնտրել եւ երգ գտնել դա հանգեցրեց նրան որ նա այդ երգերը ասում եմ փրկեց կորստից հույները չունեին Կոմիտաս եւ հունական մշակույթի շատ էջեր կորսվեցին Ընդամենը մի մարդու ֆենոմեն է էլի մեկ ամբողջ ինստիտուտ ինքը իրենք գալիս են այս համամիտ եմ Սևակին որ իրենք գալիս են ճիշտ ժամանակին չլիներ Կոմիտաս ու Կոմիտասի մահվան տարին երբ ինքը մահացավ 35 թվին Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում հնչեց Արամ Խաչատրյանի առաջին սիմֆոնիան նա գնաց եկավ հաջորդ հանճարը որ չդադարի բաբախել հայ երաժշտության սիրտը կշկիշ բան է էլի կյանքը կամ պատմությունը ինչ հետաքրքիր դասավորում է էլի շատ չեմ շեղում ես մեկ Կոմիտասին այսպես ուզում եմ ընդգրկել անընդգրկելին չգիտեմ ընդհանրապես մենք ցավոք սրտի շատ չգիտենք բայց Պոլսի շրջանն էլ չէ փաստորեն դժվարություններով լի հակասություններով պայքարով շրջաններից մեկն էր բայց նաև հա ինքը եւ ինքը Օսմանահպատակ էր Կոմիտասը միշտ եղավ այդպեսին երբ ինքը պիտի գնար Հայաստան էր գալիս ինքը մտնում էր դեսպանատու հա ասեմ որ Քյոթայյան արևմտյան Հայաստանում չի ինքը ավելի այսպես խորքում է Անատոլիայի խորքերն է չէ դա Փրուգյան է եւ եւ Կոմիտասը գնում էր մի քանի անգամ նա սկզբում եկավ Քյոթայայի դեպ ասեմ որ Քյոթայան հրճակված է ոչ միայն խեցեգործությամբ այլև բուժիչ ջրերով նաև կար հետո շատ բուժիչ ջրեր կան այնտեղ որտեղ ինքը հաճախ էր գալիս նույնիսկ Էջմիածնում եղած ժամանակ գալիս էր նյարդերը բժշկելու եւ ընդ որում հոդացավերը իր բժշկելու եւ Քյոթայան այդ նպատակով իր հայրենիքներ մի շատ կարեւոր բանի համար էր գալիս էր ձայնագրելու մոր երկած երգերը որտեվ Քյոթայայում կային մարդիկ ովքեր լսել էին եւ գիտեին իր մոր երկած մեղեդիները այսինքն մորից շարանգել է նաեւ այդ ստեղծագործելու ունակությունը եւ հետո արդեն 11 թվից վերջնականապես հաստատվում է Պոլսում եւ գրում են Սիրունին Հակոբ որ գրում է ասում է եկավ սուլթանների մայրաքաղաք եւ ասեցին մեր աչքը լույս
վարդապետը եկավ, իր համար պայմանները վատ չէին, եւ այս ազեմ փոլսում ինքը զբաղվեց շատ բեղուն հրապարակախոսական էր, բոլոր կարևոր հոդվածները գրեթե գրվեցին փոլսում։ Եվ բազմավեպը եւ ազատամարտը, այսինքն հատուկ թերթեր կային, որ ամեն անգամ թերթում էին նայում են, որտեղ ամեն օր նորություն կար Կոմիտասից։ Պոլիսը նրան հնարավորություն տվեց ստեղծելու այդ երգչախումբը։ Պոլսում նա մանկավարժական գործունեություն ծավալեց եւ կենտրոնական, եւ Էսայան, եւ Պերպերյան վարժարաններում հավաքագրում էր աղջիկներ, տղաներ, ասենց մտածում էր այդ կոնսերվատորիա բացելը նրան չհանգիստ չէր տալիս եւ իդիատ եւ վեթերակե, այսպես ասած, երիտուրքական իշխանությունը եկել էր որոշակի ազատություններ տալիս, ես արդեն դա ձեր մոտ չեմ ասի, որովհետև դուք եք մասնագետը դրա, եւ ինչի արդյունքում Կոմիտասը, գիտեք ինչ եղավ, Կոմիտասին վերնախավ ընդունեց Պոլսի։ Սուլթանի որդին Մեջիդը, հա, ճիշտ եմ ասում, վերջին Սուլթանի Մեջիդ Էֆենդին Կոմիտասին հրավիրում է իր պալատ։ Գալիս է Ջենանի բեյը, որը նրա երաժշտական արարողակարգի ղեկավարն էր, եւ տանում է Կոմիտասին, ընդ որում իրենք հաղորդակցվում են գերմաներենով։ Կոմիտասը մի քանի երգ է երգում եւ Սուլթանի որդին բարձրապես հիանում է եւ հետո շատ կինը եւ աղջիկներն էլ են շատ հիանում Կոմիտասով եւ մի կարճ ժամանակ նույնիսկ նրանց երաժշտության դասեր է տալիս եւ առհասարակ Սուլթանը որոշում է, որ իր պալատում բոլոր ընդունելությունների եւ արարողակարգը երաժշտական պիտի կարգավորի Կոմիտասը։ Եվ քանի որ Կոմիտասը Բերլինում էր կրթվել, դա շատ կարևոր շրջան է, կարևորագույն շրջան է Կոմիտասի կյանքում, ինքը կարողանում էր բացի իր երգածից, եթե անենք Շուբերտ, դասական երաժշտությունը ներմուծել, կամերային արվեստը ներմուծել պալատ։ Իդեպ Կոմիտասի արվեստով շատ հիանում էր նաև Մորգենթաուն եւ նրա տիկինը Ժոզեֆին, եթե չեմ սխալվում, եւ շատ սիրում էր մանավանդ երբ Կոմիտասը Շուբերտ էր երգում։ Մորգենթաուն ամերիկյան դեսպաններ Պոլսում։ Շավագի տողատակ եմ տալիս մեզ։ Հա, խնդրեմ, որովհետև ինքը հետո էլի իր անունը կկապվի Կոմիտասին աքսորից հետ բերելու հետ։ Ես այդ հարցերում ճիշտ ասած շատ չեմ խորանա ձեր ներկայությամբ, որտեղ գիտեմ դուք եք մասնագետը, բայց Պոլսի շրջանում իհարկե Գուսանը։ Սկզբում Հայ Գուսան, հետո Գուսան կոչվեց եւ այդ երգչախումբը փաստորեն մեծագույն առաջադիմական քայլներ երաժշտության մեջ։ Ճիշտ ասած, ես այդ շրջանում նայել եմ եւ նույնիսկ Եվրոպայում չկային նվագախմբեր, որտեղ կանայք ընդգրկված էին եւ երգչախմբեր, այսինքն իր առաջադիմությամբ, իր որակով։ Գիտեք ինչի էր այդքան ուզում, որ աղջիկները լինեին, որտեղ ինքը ամբողջական երգչախումբ էր սիրում եւ այդ երգսեր երգչախումբը տալիս էր իրեն այդ հնարավորություններ, իդեպ կանանց երբ ձայնագրում էր էջմիածնում, դա էլ էր ինչ որտեղ խոսակցությունների տեղիք տալիս, ինքն էլ ասում էր կանայք ավելի բնական են երգում եւ այդ կլկլոցները մի քիչ է եւ այդ ներքին այդ տաք երգեցողությունը շատ ավելի հայկական էր նրան թվում եւ Պոլսում գրվեց նրա հայ ինքնուրույն երաժշտություն հոդվածը, որը փաստորեն մանիֆեստն էր մեր երաժշտության, երաժշտական մտածողություն, հայ ինքնուրույն երաժշտության գոյությունը փաստող ամենակարևոր թուղթը, վավերաթուղթը այդ հոդվածն է եւ համերգները, որ նա Գուսանի հետ կազմակերպում էր, մանկավարժական գործունեությունը եւ նաեւ ինչ որ չափով թուրք մտավորականների հետ համագործակցություն, որտեղ նա Մեհմեդ Էմինի տեքստով էլ երգ ունի գրած եւ Մարգարիտ Բաբայանին նամակում գրում է, որ իմ համագործակցությունը միայն կոնսերվատորիա բացելու նպատակով է։ Միայն, այսինքն ուրիշ նպատակ, ուրիշ իղձ, ուրիշ ցանկություն Կոմիտասը չուներ։ Որը եւ չաջողվեց իհարկե, բայց հենց այդ մտածողությունը, դրա անհրաժեշտության գիտակցումը ինքը ցույց է տալիս մասշտաբ էլի, ուղղակի երկիք չէր, ուղղակի դասավանդող չէր, ուսուցիչ չէր, ուղղակի բանահավաք չէր, բանը երկահան չէր ուղղակի, այնքան շատ է իր այդ գործունեությունը, գիտնական չէր միայն, էլի, որը խազագետ։ Հա։ Տեսեք, որ Գնեսինի հուշերում խորացանք, հետո Մոսկվայից ես ստացա փաստաթուղթ, որ Գնեսինը հենց այնպես չի գալիս Կոմիտասի մոտ, իսկ Գնեսինը ռուս երաժշտության հիմքն էր։ Հիմքերից էր նաև որպես մանկավարժ եւ նա գալիս է նրա մոտ նամակով
հատուկ նամակով, որ նամակ ուղերձով, որ խնդրել էր փոխանցել Դավիթ Մագիտը, ով եբրայագետ էր, հրյա, եւ ասում է, որ ես գիտեմ նամակում, որ Պոլսում ապրում է մի գիտնական, որը զբաղվում է ոչ միայն հայկական, մերձավոր արևելքի միակ խազագետը, նամակում այդպես էլ գրված է, որը զբաղվում է ոչ միայն հայկական խազերով, այլև հրեական նեգինոտներով։ Բանը, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի որ մեր լսողներն ասեն, խազերը ինչ են։ Խազերը դրանք մեր միջնադարյան երաժշտության նշանների համակարգ է։ Քանոն նոտաները չկային, նոտաներ չի եղել։ Միջնադարում առհասարակ եւ կաթոլիկ եկեղեցում եւ ռուսական նևմային իրենք էլ ունեն կոչվում ազնամիննոյը կամ կրուկը վեպենը, քաղաքակիրթ մշակույթները ունեցել են նևմագրության կամ նշանագրության հատուկ համակարգ, որով գրվել են այդ երաժշտական նյութերը։ Դրանք հետո ավելի զարգացան Կիլիկյան Հայաստանում մանրուսման եղանակները եւ Կոմիտասը մատենադարաններում ուսումնասիրում էր հայկական խազերը եւ մի շարք խազեր կարդում էր առոգանության խազեր, ձայնուժի խազեր եւ այլն եւ այլն։ Եվ Կոմիտասը ասում էր, որ սրանցով զբաղվելու համար մեկ մարդու կյանք բավարար չէ, իհարկե մեկ ամբողջ ինստիտուտ պիտի զբաղվի, որտեվ սա միայն երաժշտությանը չի վերաբերում, սա ուրիշ գիտությունների էլ պիտի տիրապետել, ցավոք խազերի բանալին կորել է, որտեվ դա եղել է հիմնականում բանավոր ավանդույթ եւ արդեն 15-16-րդ դարից սկսած խազերի բանալին կորսվել է եւ Կոմիտասը ուսումնասիրում էր 18-րդ դարի ձեռագրերը եւ գալիս էր որոշակի եզրահանգման, որ դրանք շատ մեծ կապ ունեին մեր առոգանական համակարգի հետ։ Ինչևէ, ինչի էր նա ուսումնասիրում նաեւ հրեական նեգինոտները, որպեսզի համատեր նշագրությունները եւ ինքը ունի աղյուսակներ, որտեղ ինքը համատում է միջնադարյան տարբեր նևմերի, գրության ձևեր եւ գործածության ձևեր։ Եվ երբ Գնեսինը գալիս է, նրան պոլիս 14 թվին առաջարկում են բերա հյուրանոց կար, ասում է, չէ, ես ուզում եմ գնալ Կոմիտաս վարդապետի տուն։ Եվ հետո գրում է, որ on milейший человек, այդպիսի մարդ չեմ տեսել, որտեվ Կոմիտասը շատ առենքնող էր իր կերպարով։ Պատկերացնում եք, այն գիտեք ոնց ասեմ, էլ այն համով մարդ էր, հա։ Եվ դրանից հետո երբ որ մանավանդ երգում էր, հետո նաև մի հատ էլ խոսում էր երաժշտության մասին, այդ տեսական հիմնավորումներից հետո ուղղակի երաժշտագետ երաժիշտները սիրահարվում էին նրան։ Եվ ասում է, որ այո, Կոմիտասը նրան տալիս է, մի հատ տեսեք էլի, Փարիզից ձեռք բերված 16-րդ դարի գերմանացի գիտնականի երաժշտագետի գիրք, Ռոյխլինի գիրքը, եւ ասում է, որ այստեղ կան հրեական նեգինոտներ։ Դրանք վերցված են Եգիպտոսի հրեական երգեցողությունից, Գնեսինը զարմանում է մարդու գիտելիքի խորության վրա։ Եվ հետո այդ գրածը եւ նրա նեգինոտների ուսումնասիրություն ուղարկում է Դավիթ Մագիտին, սա էլ ասում է, ոնց կուզեի իմանալ հայերեն, որ գա եւ ձեզ հետ շփվե ռուսերեն, եւ Գնեսինը ասում է, դուք հայերեն, ասում է, կարող եք նրա հետ շփվել ռուսերեն, նա հրաշալի խոսում է ռուսերեն։ Գիտեք, մտավորականի երաժշտագետի մի կերպար ունիվերսալ, հանճար, որ չգիտես, առաջինը որ ասես, հանճարեղ կոմպոզիտոր, հանճարեղ երաժշտագետ, պարզապես հանճարեղ մարդ, հանճարեղ հայ, որի գրչի տակ բոլոր ձևերով ոնց որ կերտվեր Հայաստան դրախտավայրը։ Հա, ու ցավոք սրտի փաստորեն այս ընթացքը ընդհատվեց 15 թվին։ 15 թվականին ինքը ապրիլի 24-ի հետ ցուցակում էր, չէ՞, ճիշտ եմ հիշում, ապրիլի 24-ին։ Այո, մտավորականների ցուցակում, ես ձեզ ավելին ասեմ, նա այդ Բերա թաղամասի հետ իր տանը դա բանկիրների թաղամաս է երևի եվրոպական շրջանի Պոլսի, ես մի քիչ sense կաշկանդված եմ խոսում պատմական ցալքերից, որտեվ շատ ուժեղ մասնագետի առջև եմ խոսում, տեսնում եք անդադ տանում եմ երաժշտագիտության դաշտ, որ չտապալվեմ։ Եւ շատ գիտեք այդ կապված մանավանդ Կոմիտաս վարդապետ այնտեղ ապրում էր Փանոս Թերլեմեզյանի հետ։ 15 թվին հասկանալի է, որ Փանոս Թերլեմեզյանը մասնակցում է Վանի պաշտպանության։ Վանում էինք, հա, նույնիսկ ասում էին բանա, տիպուկահարա, չգիտեմ այդ լեգենդի արդյոք։ Գիտեք, բավական հետաքրքիր մարդ էր Փանոսը, որովհետև երկրորդ այցը Սուլթանի մոտ Կոմիտասի հետ Փանոսն է գնում։ Բարձր Սուլթանը նկարել է իմացել եւ ուզեցել է Փանոսի կարծիքը իմանալ, որը շատ վատ կարծիք է ասել է, որ շատ վատ է նկարում եւ այլևս չնկարի։ Ուզում եմ ասել եւ բնականաբար վերջերս ճիշտ ասած իմ ձեռքը ընկան
Կոմիտասին վերաբերող փաստաթղթեր, երևի դա ձեզ ծանոթ է Գևորգ Հակոբյան պատմաբան, որը դա ձեռք էր բերել Օսմանյան արխիվներից, եւ այո, Կոմիտասը 1915 թվականի ապրիլի 24-ին Կարմիր բերքահավաք, կամ ինչպես են ասել դա, Կարմիր կիրակի ժամանակ աքսորվում է դեպի Թուրքիայի խորքեր, դեպի Այաժ եւ Չանգրը եւ այնտեղ մնում է 2 շաբաթ։ Դե կա Արամ Անտոնյանի հայտնի հուշերը աքսորի ճամփիկի վրա եւ այլն, կան հուշեր, կան նույնիսկ Վարամ Թորկոմյանի անցուկը մորցուկ, որը Պոլսից մենք ձեռք բերեցինք ինչ որ նյութեր այո Կոմիտասի մասին գրելու, որտեղ նա եղել է աքսորի ճանապարհին Կոմիտասի հետ։ Իդեպ Վարամ Թորկոմյանը եղել է Սուլթանի բժիշկը եւ Կոմիտասի հետ 7 աքսորյալ հետ են գալիս, հետ են վերվում, Կոմիտասը բժիշկը դեղագործը իր եւ այլն, այս ցուցակը կա 7 հոգու միջամտում է Մորգենթաուն, վերջերս նաև արխիվային նյութերից բարձվեց, որ Ալֆոնս 13 թագավորը եւ նույնիսկ ազգային լիգայի տարբեր դեսպաններ միջամտել են Կոմիտասի համար, իսկ Գևորգ Հակոբյանի փաստաթղթերում կարդում ենք, որ ինքը բժիշկն է միջամտել, որ Կոմիտասին հանեն Պոլսից։ Կոմիտասը ունեցել է այդ վախի տագնապի զգացումները հասկանալի պատճառներով, այդ բերել են, հետո քչացրել են, հետո տարել են, հետո պատմել են, եւ այս ամբողջ սարսափի մեջ Կոմիտասը 2 շաբաթ հետո գալիս է Պոլիս, որտեղ տեսնում է իր սենյակը խուզարկված, նոտաներ այլևս չկան, ըստ եթե խուզարկել են ինչ որ բաներ գտնելու համար, չկան իր աշակերտները, մեծ մասը գնացել են պատերազմ եւ Կոմիտասը մի կարճ ժամանակ պարզապես գնում է Աստվածատուր Հարենցի ամառանոց։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այնտեղ նա աշխատում է։ Նա աշխատում է իր պատարագի վրա եւ աշխատում է վերջացնել իր մշոր շորորը, դաշնամուրային, որ նրա անզուգական գործերից մեկն է։ Ինքը իրեն շատ լավ է զգում, ինքը շատ սիրում էր նաև երեխաների հետ խաղալ եւ նույնիսկ կա վկայություն, որ այսպես մեծ խնջույքների հավաքների ժամանակ կարող էր վեր կենալ սեղանից եւ վերցնել երեխաներին եւ նրանց հետ խաղալ, շուրջպար բռնել, այսինքն այդ մանկական անպաճուճ այդ մաքուր զգացումները նրան օգնել են Աստվածատուր Հարենցի ամառանոցում իրեն ավելի լավ զգալ, ավելի թեթև զգալ, հետո լռության նոպաները ավելի խորանում են եւ բժիշկ Թորկոմյանը որոշում է նրան տանել Լեփե զինվորական հոգեբուժարան դասական։ Այո, Շիշլիում եւ Կոմիտասը այնտեղ մնում է 3 տարի։ Այդ 17 թվականին կա մի նամակ, ըստ որի Օսման Ուզմանը, իր բուժող բժիշկ եւ դոկտոր Գոնոսը հույն բժիշկ Կոմիտասին ու խնդրում են, որ հանեն եւ տանեն Վիեննա, ստեղծեն նրա համար պայմաններ, որովհետեւ նա այն հոգեկան հիվանդը չէր եւ հետո գիտեք զինվորական հիվանդանոցում բժիշկները զինվորական հագուստով, թուրքերենով եւ այդ ոնց որ այդ ասոցիացիաները նրան ավելի էին տանջում, բայց մի քիչ շտապելով, մի քիչ առաջ գնալով ասեմ, որ շուտով սեղանին կդրվի Կոմիտասի հոգեվերլուծության վերաբերյալ այն արժեքավոր գիրքը եւ Կոմիտասի այդ խելագարության վարկածը կհանվի եւ մենք կհասկանանք իրականում ինչ է տեղի ունեցել, հետո ինչ անցագրով կամ ինչ անձնագրով են նա լքել Պոլիսը 19 թվականին եւ Փարիզի ամբողջ պատմությունը կդրվի սեղանին եւ Վիլևրար եւ Վիլժուիվ հիվանդանոցներում 90-ականներին Վազգեն Կաթողիկոսը նամակ է գրում Վիլժուիվի տնօրենին եւ խնդրում, որ հայ հոգեբույժ Լուիս Վոֆովանիսյանը խնդրում է նրան հնարավորություն տալ, որ նա աշխատի այդ արխիվներում Կոմիտասյան։ Եվ այս հոգեվերլուծությունը շատ երկար տարիներ մնում է ֆրանսերենով։ Մեր թանգարանը այս տարի ձեռնամուխ եղավ այդ ասոմնասիրությունը թարգմանել եւ դնել ընթերցողի լայն շրջանակի սեղանին, այնտեղ փաստեր են, այնտեղ ախտորոշումներ են, այնտեղ նկարագրությունն է սիմպտոմատիկա, այնտեղ Կոմիտասի վիճակն է, բժիշկների կարծիքներն են, այնպես որ բարձ կդառնա, թե ինչու Կոմիտասը իհարկե շիզոֆրենիկ չէր, խելագար չէր, Պարզապես ինչպես բնորոշ է այդ շրջանում հետ տրավմատիկ պսիխոզ կամ հետ տրավմատիկ ծանր դեպրեսիա, որը կարող է բնորոշ լինել յուրաքանչյուր մարդու, էլ չասած Կոմիտասի նման արվեստագետի, որ Նիցշեի ասած, եթե սովորական մարդը ասեղի հարվածը զգում է իբրև հարված, արվեստագետը զգում է իբրև մահացու հարված։ Կոմիտասի հոգին այնքան նուրբ չէր կարող ջարձականքել այդ դեպքերին։
Հա, բայց բժշկությունը այն մակարդակի չէր, ինչ որ հիմա է, եւ դրա համար բժշկությունը այն մակարդակի չէր եւ ախտորոշում այն մակարդակի չի եւ ձեզ ասեմ նաեւ որ շատ դժվար էր տիկնոջ համար էլ աշխատել եւ ապրի ինքը որ այդպիսի բարեխիղճ աշխատանք է արել, որովհետեւ եթե դու անձնապես չես շփվում հիվանդի հետ, իսկ հոգեբուժության մեջ, հոգեվերլուծության մեջ առաջին տեղեկություն տվողը իր մասին դա հիվանդն է եւ նրա հետ անձնական զրույցը։ Դրա բացակայության պայմաններում միայն քարտերի հիվանդության պատմության ընթացքի վրա ախտորոշում տալը բավական դժվար է, բայց այն որ նա ոչ մեկի վնաս չէր տալիս, այն որ նա շատ բարեխիղճ էր, այն որ նա իբրև հոգեվորական կարող էր լռել եւ աղոթել եւ մնալ իր աշխարհում, այն որ նա կարող էր վիրավորվել իր բարեկամների իրեն չհասկանալուց եւ նրանց հաճախ կոպիտ վերաբերմունքից, այն որ նա կարող էր չընդունել այն մարդկանց ում մեղքով, այսպես ասած, չակերտավոր ինքը հայտնվել էր այնտեղ, սա շատ սովորական, բնական եւ մարդկային ռեակցիա էր իրականության հանդեպ։ Իսկ այնպես ոնց էր, ասենք, այդ նույն մեծերում, այդ որ ինքը շփվել ով որ իրեն գիտեն, իր կյանքի վերջի շրջանում իր հետ էին օգնում է, ուզում եք այդ բանը հասկանալ։ Կոմիտասի կյանքի շրջանում հատուկ կենտ մարդիկ կային, որոնք կարող էին գնալ։ Նախ Մարգարիտ Բաբայանը եւ Փարիզի խնամատար հանձնաժողովը եւ Ռամշապու Քիբարյանը Մարգարիտ Բաբայանի հետ միասին հսկում էին այցելուներին, որովհետեւ եղել էին դեպքեր, որ որոշ այցելուներ բարկացրել էին Կոմիտասին։ Օրինակ նրան այցելել է իր աշակերտ Արմենակ, իր մտերիմ, իր սիրելի մարդ Արմենակ Շահմուրաձյանը, որը ցավոք հետո նույն հիվանդանոցում, նույն դիագնոզով մնացել է։ Իրեն այցելել է Ղևոն Տայանը, որին ինքը շատ սիրում էր եւ առհասարակ մխիթարյանականների հանդեպ ուներ ընդգծված հարգալից վերաբերմունք։ Իդեպ ասեմ, որ Կոմիտասի մահադիմակը եւ այդ վերջին լուսանկարը որ կա, իդեպ շատ զարմանալի է այդ լուսանկարը, որտեղ հոգեբուժարանում արգելված է, չէ՞ օրս լուսանկարներ անել, ըստ երևույթի արդեն դա վերջին իր նկարն է, որ երևի դուրս է հիվանդանոցի պատերից եւ իրեն շրջապատում են հենց Մխիթարյան միաբանության մարդիկ, այդ թվում եւ Հովանես Հարություն Աճեմյանով հանում է իր մահադիմակը։ Նկարիչ Ղևոն Տայանի իհարկե Փարոս Թերլեմեզյանի հետ այդ հայտնի հանդիպումը, որ նա որոշ աշակերտներ են գնացել, որոշների հետ խոսել է, շատերին չի պատասխանել, լռել է, նույնիսկ հայտնի այդ բանը կա, չէ, որ երկիր կերքես, ասել է, չէ, հիմա երգում եմ ինձ համար, այն էլ շատ լուր։ Այսինքն հարցերին պատասխանները եղել են շատ համարժեք եւ որևէ խելագարության, ագրեսիայի նոպաներ չի տվել, պարզապես չի ուզել տեսնել, լռել ու հեռացել է պարտեզ, իր մենության, իր աղոթքի, իր մրմունջի մեջ։ Իսկ Քիբարյանին պարզապես հարց է տվել, անմահ է այն գործը, որի համար ես մեռա։ Դե Իհարկե շատ տենց փշաքաղտնիցող պատմություն է, էլի, մանավանդ այդ վերջի տարիները ես միշտ չգիտեմ, այդ իմ մոտ ամենայնպես միշտ տպավորություն ա եղել, մոռացված, հա, կարող ենք ասենք մոռացված շրջան էր վերջի տարիները, թե չէ։ Ցավալի շրջան էր, Սուրեն ջան, մեզ համար այնպիսի մի շրջան էր, հասկանալի էր հայոց եկեղեցին էլ չէր կարող երևի իր վարդապետին այն արժանին մատուցել, բոլշևիկներ եւ այլն, դա պատմական թերևս ամենաբարձ շրջաններից մեկն էր եւ Կոմիտասի, գիտեք, նույնիսկ Թիֆլիսում 21 թվականին ստեղծվում է Կոմիտաս ընկերություն, Եղիշեթ Թաթևոսյան իր մարեկամը, որ այդքան գեղեցիկ նկարներ է արել, որ նկարել է իրեն, հա, եւ շատ կարճ ժամանակ է դա կյանք ունենում, իմիջիայլոց Թոմաս Հարտմանը շատ ակտիվորեն փորձում էր Գյուրջիևի աշակերտը Կոմիտասին այսպես պաշտպանել, համերգներ, հանգանակություն, բայց Փարիզյան շրջանը, որ կարդում ենք, դա չափազանց ցավալի է, որովհետև այդ հյուծախտը, որ ունեցել է, կոտրած դաստակը կոտրած, սրտային անբավարարություն, երիկամների անբավարարություն, այդ ոտքի խնդիրը, մի տեսակ ավելի շատ անմխիթար մենք թողել ենք իրեն եւ ինձ թվում է իրենից հետո երբ որ իրեն այդքան դժվարությամբ Չարենցի եւ Խանջանի միջամտությամբ իսկ Չարենցը այնքան էր սիրում Կոմիտասին, որ նույնացնում էր իր հոր հետ ապկարի, ազգանուններն էլ նույնն էին Սողոմոնյան,
երբ որ մենք բերեցինք, ինձ թվում է առ այսօր մենք ինչ որ պարտք ունենք իրեն տալու իր արչև 36 թվին 36 թվի մայիսի 35-ին ինքը մահանում է բերում են Հովանես Մկրտիչ եկեղեցին Մանթաշյանցի կառուցած Փարիզի դեպետ եկեղեցում ասում են Մանթաշյանցի էր լսում էր Կոմիտասին լացեր լինում այդ եկեղեցու ակուստիկան իրեն շատ ասում են ճիշտ եմ արել որ այսպես եկեղեցի էլ սարքեցի բացի այն որ նրան ուսման տվեցի եւ հետո դաժե երկար ճանապարհ է գալիս է Մարսել հետո Մարսելից շոքենավով պիտի բերեին Բաթումի եւ մի երկար բացատրական նամակ պիտի գրվեր Բերիային որ ինչի ենք բերում այս երկչին եւ հայ բարեգործական ընդհանուր միությունը օգնում է որ այդ սուրբ աճյունը գա Հայաստան իսկ Փարիզում մահվանորը գիտեք ամենտեղ աստուեն իրենց երաշտագիտական ընկերության նախագահ խոնարհումով է խոսում նրա մասին եւ արդեն այնտեղ Փարիզում հենց այդ լեգենդը սկսվում է արդեն իր մահվանորը արդեն կատարում են նրա դաշնամուրային ստեղծագործությունները եւ արդեն լեգենդ դարձած գալիս է Հայաստան ու առ այսօր 90 տարի անցել է մի տարի էլ ավել վերջապես 2015 թվականին մենք ունեցանք Կոմիտասի կենտրոնը, Կոմիտասի թանգարանի ինստիտուտը։ Խոսենք դրա մասին առանցին շատ կարևոր էր։ Հա, եւ մի հատ էլ իհարկե ամբողջ օրը լեգենդների մասին եմ խոսում։ Լեգենդ կան, որ նաեւ Խանջանի իրա բերելու գործում Խանջանն է ներգրաված եղել, Աղասի Խանջանը, ու ասում են, որ ինչ որտեղ նաեւ Բերիայի այդ անհամաձայնությունը նաեւ այդ հողի վրա է եղել, որ ազգայինը մենք պետք է մոռանանք խորհրդային միությունը, իսկ դու ինչ որ ազգային բաներ ես տարեր ես բերում, ազգային երկիչ ես բերում քո մոտ եւ այլն։ Չգիտեմ, էլի լեգենդա թե չէ, բայց խորհրդային շրջանում այո բազմաթիվ դիպվածներ կան, որոնք լավ չեն խոսում այդ շրջանի այդ սահմանափակումների մասին եւ Կոմիտասի հետ կապված այդ այլախոհ լինելը առնվազն ծիծաղելի էր եւ հետո պետք էր նամակով հիմնավորել, որ ոչ նա գյուղացիության երկիչ է, նա գյուղի երկիչ է, չգիտեմ ինչ է, իրականում Կոմիտասի արվեստը այնքան նրբաճաշակ է, այնքան բարեկիրթ է, այնքան բարձր է եւ հայի լավագույն դրսևորումների խտացում է, որ ճիշտ էր ասում Իսահակյանը շատ սիրում եմ այդ ձևակերպումը, որ այնտեղ որտեղ կա Կոմիտասի երգ, այնտեղ կա Հայաստանը եւ շատ գեղեցիկ Հայաստան դրախտավայր է եւ հիմա էլ որ Կոմիտասի ինտոնացիաները լսում ենք միանգամից ինչ որ բան է արտնանում, իսկ Կոմիտասը դա բացատրել է ժամանակին երաժշտություն, որ ազդում է գնդներու վրա, այսինքն արյան շրջանառության մակարդակով ազդում մարդու վրա, եւ հա շատ դժվար էր Չարենցի նամակը Խանջանին այդ միջամտությունը երկուսի եւ ընդամենը 1 տարի հետո Չարենցը կգնա ու արդեն այդ հայտնի նկարը կա չէ որ Չարենցը մոտենում է դալկացած արդեն իր մոտալուրդ մահը զգալով մոտենում է նրա շիրմին եւ այդ լուսապսակ ճակատն է համբուրում իսկ Չարենցը այնքան էր սիրում Կոմիտաս որ հաճախ Բակունցին Աքսել Բակունցին կանչում էր ինքը լավ չէր երգում ասում էր դու լավ ես երգում երգիր ինձ համար Կոմիտաս նա իմ հորն է հիշեցնում եւ այս պատմության մեջ եւ Խանջանը եւ Չարենցը կդառնան այդ ամենակոլու դաժան ժամանակաշրջանի զոհը իսկ Բերյան հայտնի է թե որքան չի սիրել հայ մասնավորապես մշակութային գործիչներին եւ որքան դժվար է եղել հայերի համար իրենց ճանապարհը հարթելը եւ դրանից հետո գիտեք ինչն էր հետաքրքիր որ 25 թվին երբ Կոմիտասի քարյակ ստեղծվեց Կոմիտասը դեռ ողջ էր հետո Բուխարեստում է ստեղծվում երգչախումբ Կոմիտաս հետո Լիբանանում հետո Բուլղարիայում ասենց մի տեսակ արդեն այդ առասպելա դառնում ինք արդեն իր ոչ գիտակցական կյանքում եւ տենց շատ հետաքրքիր էր նա նաեւ 25 թվին հանկարծ Մոսկվայում որոշեցի Ավետ Գաբրիելյանի որ այդ կվարտետը պիտի կոչվի Կոմիտասի անունով եւ այստեղից գնաց Կոմիտասականի այս ամբողջ պատմությունը եւ կոնսերվատորիա բացելու ժամանակ էլ երբ որ 46 թվականին մինիստրների այսպես կարդում ենք մինիստրների սովետի որոշում եւ այլն Եվ ոչ մեկի մտքով չանցավ, որ դա չպիտի կոչվի Կոմիտասի անունով։ Ի վերջո իրականացավ իր երազանքը։ Այո, ինքը երազանքի համար նահատակվեց։ Չգնար Պոլիս, ինքը գնար Փարիզ, մնար Թիֆլիսում, չէր տեսնի այս արհավիրքը։
ու 14 թվի իր այդ շռնդալից ելույթը Փարիզում, որ խնդրում է միջազգային երաժշտական ընկերությունը, որի միակ անդամներին Քմերձավոր Արևելքից եւս մի ավել դասախոսություն հայ երաժշտության մասին։ Ամեն դեպքում էլի մենք իհարկե էլի տենց բան նոտայով մի տեսակ իրքան բարձ ավարտեցինք, բայց այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ ինչ գանձ մենք ունեցել, այսինքն ինքը կարող է չլիներ եւ լրիվ մենք այլ մակարդակ ունենայինք մեր երաժշտությունը բոլորովին ուրիշ հունով կգնար եւ ես վախենամ, որ մենք չէինք ունենա այս լավ ճակերտավոր, այսպես ասած, մեծամտությունը, մանավանդ երաժշտագետներին նա տվեց այդ արտոնությունը քննադատելու, որ սա ռաբիզ, սա թուրքական է եւ իբրև վավերաթուղթը մեր իսկական երաժշտության ցույց տա։ Գիտեք, այդ հպարտությունը դա մեր անձնագիրն է, որ մենք կարող ենք կանգնել Բախի կողքին եւ ասել, որ Կոմիտասի պատարագը դա աննման ստեղծագործություն է անմա եւ այդ շատ երկար հնչող երաժշտության մեջ հայկական ամբողջ հոգեղենությունն է։ Մենք վկայական ունենք, հանգիստ ենք։ Ես կարծում եմ, որ եթե լեզվի առումով կարող ենք խնդիր ունենալ, երաժշտության առումով չենք ունենում։ Գերմանիայից ինչքան են ինձ դիմում, որ գերմանացի ուսանողները ուսումնասիրեն Կոմիտասի հոգևոր եղանակները։ Հիմա չհպարտանանք մի հատ։ Դե երաժշտությունը ունիվերսալ է, էլի, ճիշտ նշեցիք։ Այդ առումով Կոմիտասը մեզ տվել է մի այնպիսի վավերաթուղթ, մի այնպիսի անցագիր, որ մենք յուրաքանչյուր տեղ կարող ենք նստել եւ ասել, որ Բերլինում խնդրում էի, որ Կոմիտասը Վագներ երգի։ Բայց դա մեծամտություն չի, դա այդպես է։ Հա, լավ մեծամտություն է։ Ես կուզենայի, որ մենք բոլոր ոլորտներում նման մեծամտության տեղեր ունենայինք եւ նաեւ, հա, որ նշեցինք, շատ կարեւոր է 2015-ին չէ բացվեց թանգարանը, այո, երկար էինք երկարա մտածվել էս մտահղացումը, շատ լավ մարդիկ են սրա հետևում կանգնած եւ Չեքիջյան եւ Մասուրյան, որոնք մտածում էին, որտեվ կար կոնսերվատորիա, կա կամերային երաժշտության տուն, կան երաժշտական դպրոցներ, նույնիսկ երաժշտական գործիք, քանդակներ, բայց պետք է լիներ կենտրոն, որտեղ պիտի Կոմիտասը վերադառնար եւ 2015 թվականի հունվարի 29-ին բացվում է Կոմիտասի թանգարան ինստիտուտը, որը ընդամենը 11 տարեկան է, Մեշչյանը, որը գիտեք, որ երաժիշտել են նաև ստեղծում է այդպիսի մի դահլիճ նույնիսկ թանգարանի ներսում։ Ինքն է ճարտարապետը։ Այո, ճարտարապետը ինքն է։ Շենքի եւ բազմաֆունկցիոնալ թանգարան է, ունի գրադարան, ունի մատենագիտական բաժին, ունի գիտակրթական բաժին, ունի համերգային բաժին։ Ես պետք է մեղանչեմ, բայց որ ես այդ բացումից հետո չեմ եղել։ Փոխվելա ցուցադրությունը փոխել է։ Մենք ցուցադրություն ունենք։ Չէ, եղել եմ, միջոցառումների եղել եմ, բայց թանգարանի ցուցադրությունը չեմ շրջել։ Չէ, ցուցադրությունը տեսեք, մի 10 տարի գոնե պիտի անցնի եւ հետո պիտի նոր հայեցակարգ մշակել, դա process է, որ ցուցադրությունը փոխվի։ Իսկ ցուցադրության հետևում շատ բանիմաց թանգարանագետներ են կանգնած, ուզում եմ ասել, դեռ հետաքրքիր է եւ միջավայրը շատ ժամանակակից է մեր թանգարանին։ 8 սրահներ այնպես են կառուցված, որ յուրաքանչյուր Կոմիտասի մի պատմությունն է, նրա գործունեությունը, նրա ժամանակակիցները, Կոմիտասից հետո եւ այլն, այսինքն ամբողջ Կոմիտասյան այս ընթացքը քարտեզագրությունը པարզ է դառնում։ Ես շատ ուրախ եմ, որ այս կենտրոնը ստեղծված է, ես ուզում եմ, որ այս կենտրոնը շնչի։ Իհարկե մենք մտածում ենք ստեղծել Կոմիտասյան Շտեմարան Կոմիտասագիտական, դա բարդագույն խնդիր է մեր առջև դրված, որովհետև նորից եմ կրկնում, հազարավոր նմուշներ մենք պիտի հավաքենք։ Ես ուզում եմ կայքը թարմացվի, մենք նորից հավաքում ենք կայքը, ես ուզում եմ որ դրսի հետ կապերը շատ ակտիվանան եւ դրսից շատ մարդիկ գալիս են հատուկ ուսումնասիրելու։ Վերջերս Քեմբրիջից էր եկել մի պրոֆեսոր, մենք այն որ ինչ կարողացանք ցույց տվեցինք, վերջում արդեն ես էլ երկեցի, որ ինքը ընդհանրապես ինձ թվաց էլ չի գնա Կոմիտասի տնից, ես դա համարում եմ Կոմիտասի տունը։ Երբևէ չի ունեցել տուն։ Ինքը ունեցել է 2 սենյակ, մի հատ Մայրաթոռում, մեկը Պոլսում, բարձու սենյակներ։ Եվ ես համարում եմ դա իր տունն է, որտեղ պիտի հավաքվեն այն մարդիկ, ովքեր ունեն այդ
կապը նրա հետ, այդ նվիրումը անմնացուրդ նրա հետ եւ արժանի է նրա ընտանիքի անդամը լինելու։ Ճիշտն ասած, որ ասում եմ Կոմիտասի տուն, վերջերս փոքրիկներ էին եկել շրջայցի, մի երեխա ասում է Կոմիտասը ասեց մեծ տուն ա ունեցել սիրուն, հետո ասում են ինքը վատ ա ապրել, ինչ որտեղ ես ինձ լավ զգացի, որ Կոմիտասը այո տուն ունի եւ դա խորը կենտրոն պիտի դառնա ինչպես օրինակ Մոցարտեումը Զալցբուրգի, որ ամբողջ աշխարհից զանգում եւ հարցնում են, եթե այդ նյութը չկա Մոցարտեում, ուրեմն չկա հասարակ աշխարհում։ Ես ուզում եմ, որ sense մասունքի պես շատ մեծ պրոյեկտ է ուրեմն նախաձեռնել ամբողջ թեման իր ամբողջ առանգությունը։ Այո, ընդ որում դեք ինչն է բարդ, որ այստեղ կա Կոմիտասի գրածը եւ Կոմիտասի մասին գրածը։ Հա։ Նախ պետք է մի հատ հասկանանք նույնիսկ արհեստական էս վերջերս որ ամերիկահայ բարեր եկել էր Մարկ Չենյան, իրենք որոշել են ստեղծել Կոմիտասի բանականությունը նույնիսկ որպեսզի հասկանան թե նա Կոմիտասը ինչ ա մտածել, ինչպես ա մտածել, որ խազերը սկսել ա վերծանել։ Իսկ խազերի վերծանությամբ գիտեք ինչ շերտ ա բացվելու հայ երաժշտագիտության միջնադարագիտության հեղաբեկում ա լինելու։ Ճիշտ է ասում, չի մտածում որ արհեստական բանականությունը այդ ուղղությամբ կարող է մեզ օգնական լինի։ Մենք նույնիսկ գալագրամա ենք ուզում ստեղծել, արդեն ստեղծում ենք, մի քիչ ֆինանսական խնդիրներ կան, որ Կոմիտասը իր ձայնով իր աշակերտների հետ դաս է անում։ Եվ բնության գրքում երգ է հավաքում, բայց եթե հանրենք Փթիշան այդ մեծ համերգասրահում թատերական պոլսի համերգ է տալիս, այնքան հետաքրքիր կլինի եւ այցելուն հնարավորություն կունենա իսկական Հա, եւ այդ ինտերակտիվությունը նաեւ երեխաների կգրավի նոր սերունդին կգրավի։ Այո, մենք նաեւ ձայնադարան ունենք, որտեղ հնչում է Կոմիտասի ձայնը, մենք ունենք VR-ակնոց, որի միջոցով մտնում ես Կոմիտասի այդ սենյակը պոլսի եւ կարող ես նույնիսկ նրա ռոյալի վրա նվագել, այն ռոյալի, որը ժամանակի մանթաշյանցներ նվիրել իրեն։ Հա, ուղղակի նոր միտքել, իսկ իր արխիվները որտեղ են, ծրված են, թե միտեղ հնարավոր է եղել հավաքել։ Սա էլ պատմություն է, հա։ Գիտեք 1932 թվականին ազգային արխիվը դեռևս թանգարան էր, կուլտուր մշակութային կրթօջախ էր, եւ երբ գալիս է Արշակ Չոպանյանը Կոմիտասի մտերիմ բարեկամ, նայում է եւ տեսնում է, որ այո, այստեղ կան պայմաններ եւ Կոմիտասի արխիվը կարելի է որ Փարիզից տեղափոխվի Հայաստան։ Եվ երբ 35 թվականին տեղափոխվում է, գաթում են արդեն տեղավորում նրա գրականության արվեստի թանգարանում, այո, գրականության եւ արվեստի թանգարանում, որովհետեւ Կոմիտասի նախ թանգարան չկար, կենտրոն չկար, բնականաբար այնտեղ շատ խնամքով պահվում է եւ բազմաթիվ աստակաշատ գիտնականներից համար դա էլ է այն տեղը, այն վայրը, այն թանգարանը, որտեղ մենք մեր ես կոնկրետ Կոմիտաս սկսել եմ ուսումնասիրել գաթում, որովհետեւ ասում եմ ձեռագրերը շատ խնամքով են պահվում եւ շատ հաճախ sense տվարաթղթի վրա են նրա ձեռագրերը եւ բավական անընթեռնելի, եթե արագ է գրում։ Լուսնի ջան, շատ շնորհակալություն, շատ այսօր մեզ շատ լուսավորեցիք ու ես ճիշտն ասած մտածում եմ, որ իմ մոտ նոր միտք առաջացավ, միգուցե կարելի է ուղղակի առանցին հաղորդումներ նվիրել իր առանցին դրվագների մասին, իր կյանքի դրվագների, իր կյանքի գործունեության շրջանների մասին, որովհետև ցավոք սրտի մենք ունենք այդ բանը էլի, ունենք գիտենք մեծերին, անունները, մեծերի անունները, միշտ դրանով հպարտանում ենք, դրա մասին խոսում ենք, բայց շատ դեպքերում չենք խորանում։ Չենք խորանում իրենց կյանքի մեջ, չենք խորանում, չենք արժևորում, չենք փորձում արժևորել լավ ինչ տվեց այս մարդը մեզ, ինչու, ինչ կկորցնեինք մենք, եթե ինքը չլիներ մեր պատմության մեջ եւ այդ առումով Կոմիտասի պարագայում մենք նշեցինք, որ դա մի ամբողջ շերտ կլներ, մի ամբողջ գրականության շերտ, մի ամբողջ ճյուղ երաժշտության, մի ամբողջ շերտ, մի ամբողջ երաժշտագիտական այսպես մի ասպարեզ, որը չի լինի, եթե չլիներ Կոմիտասը։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, Սուրետ ջան, թերապես ես ինչքան որ ինչ գրել եմ, ես աշխատում եմ շրջափուլերի բաժանել, որտեվ անընդգրկելին դժվար է ընդգրկել մի կոնտեքստը դժվար է Կոմիտասի պարագայում, դրա համար ինչ եմ ասում ծրագրավորված, որ ամեն շրջափուլի մեջ այնպիսի բաներ է արել, որ առանձին պիտի ուսումնասիրել, առանձին վերհանել եւ առանձին խոսել դրա մասին։ Անպայման եւ շատ շնորհակալություն ձեր ինստիտուտին այդ գործի համար, որ անում եք։ Շատ նվիրյալ գործ է, հա, եւ նաեւ մի վերջին հարց ունեմ։ Այս պարագան չգիտեմ ոնց է տեղավորվում, թե չէ, միշտ իմ հյուրերին հարցնում եմ,
մի հատ անձնական է, մի հատ ավելի ընդհանուր է։ Անձնականը ինչու դուք որոշեցիք, որ պետք է զբաղվեք հենց դրանով ինչու հիմա զբաղվում եք, ինչը ձեր դրտեց, ինչի չդարձաք քիմիկոս օրինակ, այլ տեխնիկ ինչ-որ կա։ Եվ երկրորդը մի քիչ կարող է պարզ պրիմիտիվ թվա, բայց ինչի ուսումնասիրել Կոմիտասին։ Ինչ է տալիս դա այսօր մեզ։ Այդ երկու հարցը, չգիտեմ, ոնց որ հեշտականությամբ ուզում ենք, այո, ունենք, մենք ժամանակ ունենք։ Ինչու ես դրեցի սա, ճիշտն ասած ես ուզում եմ թատերագետ դառնալ, երբ ավարտեցի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարաները, ժամանակ որոշեցի, որ պիտի գնամ Պետերբուրգ, որտեղ այստեղ չկար դեռ այդ ֆակուլտետը, հետո մայրս ասեց գնա ընտրի այնպիսի մասնագիտություն, որ կարողանաս թատրոնի մասին էլ գրել, եւ ես գտա երաժշտագիտությունը ծնողներիս խորհրդով եւ միշտ ասում եմ, որ օրհնում եմ իրենց, որ այդ խորհուրդը ինձ տվեցին, քույրերս ճիշտ ասած բժիշկներ էին եւ պետք է տանեկան ավանդույթը շարունակեի դառնայի բժիշկ։ Ես մոտ էի քիմիա ասել, բայց չէ, ես ընտրեցի երաժշտագիտությունը եւ շատ պատահական կոնսերվատորիայի մեր հայերենի ուսուցչուհին առանձնացնելով իմ հայերեն ասեց մի աշխատանք գրի Կոմիտաս Թումանյանի մասին։ Իսկ երաժշտագետ աշխատանք գրելուց առաջ պիտի լսի երաժշտություն, շատ լսի, ինքը պիտի սիրի այդ երաժշտությունը, այլապես արհեստական կլինի գրելը։ Ու ես գիտեի դեռ ուսումնարանից երաժշտական դպրոցից Կոմիտա ես ուղղակի լսեցի այդ ձայները նրա։ Ու գիտեք, երևի արդեն 30 տարուց ավել ես զբաղվում եմ իրենով եւ ամեն անգամ իր նոտաների մեջ, իր նոտային տեքստի մեջ մի նոր բան գտնում եմ։ Աշխատանքը ժամանակ դիպլոմ էին տալիս, ինչ որ դիպլոմի արժանացավ եւ ես հասկացա, որ ինչքան էլ ես համաշխարհային երաժշտությամբ զբաղվեմ, ինչքան է Բեթհովենը լինի իմ առաջնահերթությունը ու գերմանական երաժշտությունը, ես պիտի կամ դեպի Կոմիտաս, հետո պարզվեց, որ Կոմիտասն էլ շատ սիրել է եւ այդ կրթությունը ճշգրիտ կառուցողական գերմանական կրթությունն ու փիլիսոփայությունը, չէ՞ նա նաեւ փիլիսոփայական բաժինն է ավարտել Հումբոլդտ համալսարանի, ուղղակի գերմանացիներով եւ ծնողներիս խորհրդով եկա դեպի Կոմիտաս։ Եվ նրանից չեմ կարող, ու գիտեք ճիշտ էր ասում Վազգեվ Հապարը, որքան նրա մոտենում ես, նա այնքան հեռանում ես, այլից կգամ սահուն ձեր երկրորդ հարցի պատասխանին։ Լինում են ժամանակներ համաշխարհայնացման, ինչ են ասում, գլոբալիզացիա եւ այլն, երբ հասկանում ես, որ այս պայմաններում, շատ բարդ պայմաններում ապրել ու ստեղծագործել է մի հանճար, երբեք իր տարածքը չլքելով եւ այդ համաշխարհայնացումը ինչ է մեծ իմաստով, դա երկխոսություն է մշակույթների եւ այս մակարդակի եւ այս խորությամբ երկխոսել աշխարհի հետ։ Ճիշտն ասած Կոմիտասը ինձ շատ օգնում է ապրել եւ հարցերի պատասխաններ գտնել։ Եվ քանի որ ես նաեւ դասավանդում եմ եւ կոնսերվատորիա 2019 թվականից ներմուծել եմ Կոմիտասագիտություն առարկան, ես տեսնում եմ, որ ժամանակակից մեր երիտասարդները ինչպես են ընկալում Կոմիտասին եւ Կոմիտասի միջոցով ճանաչում աշխարհը։ Այրբ ուզում է ժամանակակից որևէ կոմպոզիտորի ազգային հիմքի վրա մտածող բացատրել, ասում ինչպես Կոմիտասը, հա, վայ ճիշտ է, ինքը իսկույն հասկանում է։ Իսկ Կոմիտաս ուսումնասիրելը մեզ համար դա մեծ դուռ է դեպի աշխարհի մշակույթ եւ ինքնավստահ եւ արժանավայել կեցվածք աշխարհի մշակույթում կանգուն լինելու։ Այդա երևի ամենակարևորն է, որը երևի շատ այսպես լավ փայլուն եզրափակեց մեր հաղորդումը, որ դու պետք է չմեկուսանաս, բայց դու միաժամանակ պետք է գնահատես քոնը եւ այդ քոնը գնահատելը դառնա դուռ, ինչպես դու նշեցիր, դեպի աշխարհ, դեպի լայն աշխարհ, դեպի համաշխարհային այդ գանձարան եւ Կոմիտասը մեզ այդ բանալին տալիս է, էլի։ Եվ գիտեք, շատ արժանավայել ենք մենք ներկայանում, որովհետև լսարան, ես գիտեմ, ես Բերլինում եմ դա զգացել, բացառապես գերմանացիներ, այնտեղ բնականաբար նաև ոչ գերմանացիներ, բայց հայեր չէին հաստատ, եւ երբ Կոմիտաս հնչեց, ես ավելի շատ դառնում եմ սոցիոլոգ հոգեբան այդ ժամանակ, նայում ասում եմ, այս ռեակցիան, այս խանդավառությունը ոնց են իրենք հասկանում երաժշտություն, որտեղ Բախի հայրենիքում ենք։
Այնպես որ Կոմիտասը հարատև արժեք է եւ ինձ թվում է մեր ինքնության ամենակարևոր խորհրդանիշներից մեկը այսօր։ Լուսինե ջան, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։